Պատկերացրեք, որ դուք աշխատում եք մի նախագծի վրա, որը պաշտոնապես կոչվում է գիտական հաշվիչ մեքենա, բայց ձեր գործընկերները գիշերները խոսում են այլ բաների մասին։ Նրանք շշնջում են հանդիպումների ժամանակ, երբ կարծում են, որ ձեզ չեն լսում։ Խոսում են հատուկ մոդուլի մասին, որը կարող է կապվել ռազմական ցանցերի հետ։ Խոսում են ավտոմատ արձագանքման համակարգի մասին, որը կարող է ընդունել որոշումներ առանց մարդու միջամտության։ Եվ ամենավախեցնողը, խոսում են հակահարվածի սցենարի մասին, որը ակտիվանում է, երբ Մոսկվան այլևս չի կարող պատասխանել։ Սա էր իրականությունը Նայիրի նախագծի ներսում 1986 թվականից սկսած։ Ֆադեյ Սարգսյանը, մարդով պաշտոնապես ստեղծում էր գիտական հաշվիչներ համալսարանների համար, իրականում ղեկավարում էր ինչ-որ բան շատ ավելի վտանգավոր։ Վտանգավոր։ Բայց ինչու հենց Երևանում։ Ինչու հենց նա։ Եվ ամենակարևորը, ինչու այս նախագիծը հանկարծ դադարեցվեց 1991 թվականին, հենց այն պահին, երբ ԽՍՀՄ սկսեց փլուզվել։ Այս պատմությունը սկսվում է շատ ավելի վաղ, քան մենք կարծում ենք։ 1969 թվականին, երբ Ֆադեյ Սարգսյանը դեռ երիտասարդ ինժեներ էր Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում, նա ստացավ մի առաջարկ, որը փոխեց նրա ողջ կյանքը։ Մի մարդ, որի անունը երբեք չհայտնվեց պաշտոնական փաստաթղթերում, հանդիպեց նրան Գորկու պուրակումում, մի ձմեռային երեկո, երբ ջերմաստիճանը իջել էր -20 աստիճանի։ Այդ մարդը ասաց Սարգսյանին, որ կենտրոնը փնտրում է հայ ինժեներների, ովքեր կարող են աշխատել հատուկ նախագծի վրա։ Ոչ Մոսկվայում, այլ Երևանում։ Ոչ պաշտոնական լաբորատորիայում, այլ քաղաքացիական ինստիտուտի ծածկի ներքո։ Եվ ամենակարևորը, այս նախագիծը պետք է մնար լիովին անտեսանելի արևմուտքի հետախուզության համար։ Ինչու հենց հայերը։ Պատասխանը պարզ էր, որովհետև Երևանը հեռու էր Մոսկվայից, բայց միաժամանակ բավականաչափ մոտ Թուրքիային և Իրանին։ Որովհետև հայ ինժեներները հայտնի էին իրենց նրբանկատությամբ և լռությամբ։ Եվ որովհետև, եթե ինչ-որ բան սխալ ընթանար, կենտրոնը կարող էր միշտ ասել, որ դա էր տեղական նախաձեռնություն։ Երբ Սարգսյանը վերադարձավ Երևան 1962 թվականին, նա բերեց իր հետ ոչ միայն դիպլոմը, այլև մի փոքրիկ նոթատետր, սև կաշվե կազմով։ Այդ նոթատետրում, որը նա պահում էր իր տան սեյֆում մինչև վերջ, նա գրել էր իր առաջին հանդիպման մանրամասները այն անծանոթ մարդու հետ Գորկու պուրակում։ Նա նկարագրել էր, թե ինչպես այդ մարդը ցույց տվեց նրան մի լուսանկար, ռազմական բազայի, որը գտնվում էր ինչ-որ տեղ Ուրալներում։ Ինչպես բացատրեց, որ այդ բազան պահում է հատուկ զենքեր, որոնք պետք է ակտիվանան, եթե Մոսկվան ենթարկվի ատոմային հարձակման։ Եվ ինչպես ասաց, որ այդ զենքերին անհրաժեշտ է ուղեղ, համակարգիչ, որը կարող է ընդունել որոշումներ ավելի արագ, քան ցանկացած մարդ։ Բայց ոչ սովորական համակարգիչ, ոչ այն, ինչ ստեղծում էին ամերիկացիները իրենց IBM-ով, այլ ինչ-որ բան նոր, ինչ-որ բան, որը կարող էր աշխատել անկախ, նույնիսկ եթե բոլոր կապերը Մոսկվայի հետ կտրվեին։ Սարգսյանը հասկացավ, որ նրանից ուզում են ստեղծել ոչ թե հաշվիչ մեքենա, այլ ինքնավար որոշումների համակարգ։ Համակարգիչ, որը կարող էր սկսել երրորդ համաշխարհային պատերազմը առանց Քրեմլի թույլտվության։ Բայց ինչու նրան պատմեցին այս ամենը այդքան բացահայտ։ Ինչու չթաքցրին իրական նպատակը, ինչպես սովորաբար անում էին KGB-ում։ Պատասխանը եկավ շատ ավելի ուշ, երբ Սարգսյանը արդեն սկսել էր աշխատել նախագծի վրա։ Նա հասկացավ, որ կենտրոնը փորձարկում էր նրան։ Ուզում էր տեսնել, թե արդյոք նա կվախենա և կհրաժարվի, թե կընդունի մարտահրավերը։ Եվ Սարգսյանը ընդունեց։ Ոչ թե որովհետև նա էր ռազմամոլ կամ ուզում էր պատերազմ, այլ որովհետև նա հասկացավ մի բան. եթե նա չանի դա, ուրիշ մեկը կանի։ Եվ այդ ուրիշ մեկը կարող էր լինել ավելի քիչ զգույշ, ավելի քիչ պատասխանատու։ Սարգսյանը որոշեց, որ եթե այս ուղեղը պետք է ստեղծվի, ապա ավելի լավ է, որ դա անի մարդ, ով հասկանում է հետևանքները։ Մարդ, ով կարող է ներկառուցել անվտանգության փականներ, գաղտնի կոդեր, որոնք կարող են կանխել պատահական ակտիվացումը։ Բայց արդյոք նա իսկապես կարողացավ դա անել։ Կամ կենտրոնը արդեն գիտեր նրա մտադրությունների մասին և պարզապես սպասում էր ճիշտ պահին վերացնելու և նախագիծը, և նրան։ 1965 թվականին, երբ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում պաշտոնապես հայտարարվեց Նայիրի նախագծի մասին, ոչ ոք չգիտեր, որ դա արդեն երրորդ տարբերակն էր։ Առաջին երկու տարբերակները, Նայիրի 1 և Նայիրի 2, ստեղծվել էին ամբողջովին գաղտնի պայմաններում, մի փոքրիկ լաբորատորիայում, որը պաշտոնապես համարվում էր ռադիոէլեկտրոնիկայի կաբինետ։ Այնտեղ Սարգսյանը և նրա թիմը, ընդամենը 7 մարդ, աշխատում էին մի բանի վրա, որը պաշտոնական փաստաթղթերում կոչվում էր Աումեր ավտոմատ կառավարման համակարգ արդյունաբերական գործընթացների համար։
Բայց իրականում նրանք ստեղծում էին ալգորիթմներ, որոնք կարող էին վերլուծել ռազմական իրավիճակը եւ առաջարկել հակահարվածի տարբերակներ։ Առաջին տարբերակը Նայիրի 1 ձախողվեց, որովհետև համակարգիչը չէր կարողանում արագ բավականաչափ մշակել տվյալները։ Երկրորդ տարբերակը Նայիրի աշխատեց, բայց ուներ մի սարսափելի թերություն. այն չէր կարողանում տարբերել իրական սպառնալիքը կեղծից։ Փորձարկումների ժամանակ համակարգը 3 անգամ առաջարկեց ակտիվացնել հակահարվածը պատճառով, որը հետագայում պարզվեց, որ եղել է սովորական տեխնիկական սխալ ռադարներում։ Սարգսյանը հասկացավ, որ եթե այս համակարգը երբևէ կապվի իրական զենքերի հետ, այն կարող է սկսել պատերազմ պատահականության պատճառով։ Եվ դա էր այն պահը, երբ նա առաջին անգամ մտածեց հրաժարվելու մասին։ Բայց հենց այդ պահին Մոսկվայից եկավ նոր հրաման։ Ոչ թե դադարեցնել նախագիծը, այլ ընդհակառակը, արագացնել այն։ 1965 թվականին Կարիբյան ճգնաժամից հետո Քրեմլը վախենում էր, որ հաջորդ անգամ նրանք չեն ունենա բավարար ժամանակ պատասխանելու ամերիկյան հարձակմանը։ Նրանք ուզում էին համակարգ, որը կարող էր պատասխանել մի քանի րոպեի ընթացքում, նույնիսկ եթե ողջ սովետական ղեկավարությունը ոչնչացված լիներ։ Եվ նրանք ուզում էին, որ այս համակարգը լիներ ամբողջովին ինքնավար, չկախված Մոսկվայի կապերից, չկախված մարդկային որոշումներից։ Սարգսյանին ասացին, որ նա ունի 2 տարի ստեղծելու Նայիրի 3 համակարգ, որը կլինի բավականաչափ խելացի, որպիսի չսխալվի, բայց միաժամանակ բավականաչափ արագ, որպիսի փրկի երկիրը։ Եվ եթե նա չկարողանա, ապա կենտրոնը կգտնի ուրիշ մեկին։ Սա էր սպառնալիք, բայց միաժամանակ նաև հնարավորություն։ Սարգսյանը հասկացավ, որ եթե նա շարունակի աշխատել նախագծի վրա, նա կարող է ազդել դրա վրա ներսից, կարող է ներկառուցել այն անվտանգության փականները, որոնց մասին մտածել էր։ Բայց դա նշանակում էր նաև, որ նա պետք է ապրեր կրկնակի կյանքով, ցերեկը լինել հարգված պրոֆեսոր, իսկ գիշերները աշխատել մի նախագծի վրա, որը կարող էր ոչնչացնել միլիոնավոր մարդկանց։ 1967 թվականին Նայիրի 3-ը պատրաստ էր առաջին լրիվ փորձարկման համար, բայց ոչ Երևանում։ Սարգսյանին եւ նրա թիմին տարան Կազախստան, մի գաղտնի ռազմական բազա, որը գտնվում էր անապատի մեջ, 100 կիլոմետր ամենամոտ քաղաքից։ Այնտեղ նրանք տեսան ինչ-որ բան, որը փոխեց նրանց ողջ ընկալումը նախագծի մասին։ Նրանց ցույց տվեցին ոչ թե սովորական համակարգիչների սենյակ, այլ ամբողջ ստորգետնյա համալիր, 3 հարկ խորությամբ, լի էլեկտրոնիկայով, կապի սարքավորումներով եւ ամենավախեցնողը՝ ուղիղ կապով դեպի ռազմական հրթիռների կայաններ։ Նրանց բացատրեցին, որ Նայիրի 3-ը պետք է տեղադրվի հենց այստեղ եւ կապվի այս ամբողջ ցանցի հետ, որ այն պետք է ստանա տվյալներ հարյուրավոր ռադարներից, արբանյակներից եւ լրտեսական կայաններից։ Եվ որ, եթե համակարգը որոշի, որ ԽՍՀՄ ենթարկվում է ատոմային հարձակման, այն ավտոմատ կերպով կակտիվացնի հակահարվածը, առանց սպասելու Մոսկվայի հաստատմանը։ Սարգսյանը նայեց իր թիմի անդամներին եւ տեսավ նույն սարսափը իրենց աչքերում։ Նրանք հասկացան, որ ստեղծել էին ոչ թե պաշտպանական համակարգ, այլ դատաստանի օրվա մեքենա։ Համակարգիչ, որը կարող էր վերջ տալ քաղաքակրթությանը մի քանի րոպեի ընթացքում։ Բայց փորձարկումը երբեք չկայացավ։ 1967 թվականի օգոստոսի 26-ին, հենց մի օր առաջ նախատեսված փորձարկումից Մոսկվայից եկավ հրաման անմիջապես դադարեցնել բոլոր աշխատանքները եւ վերադառնալ Երևան։ Ոչ մի բացատրություն, ոչ մի պատճառաբանություն, պարզապես հրաման։ Սարգսյանը եւ նրա թիմը փաթեթավորեցին իրենց փաստաթղթերը եւ հեռացան Կազախստանից, առանց իմանալու, թե ինչու նախագիծը հանկարծ դադարեցվեց։ Միայն շատ ավելի ուշ, երբ Սարգսյանը ստացավ մուտք գաղտնի արխիվներ, նա իմացավ ճշմարտությունը։ Պարզվեց, որ Քրեմլում տեղի էր ունեցել լուրջ բախում ղեկավարության ներսում։ Մի խումբ, որը ղեկավարում էր Յուրի Անդրոպովը, KGB ապագա ղեկավարը, պնդում էր, որ Նայիրի 3-ը չափազանց վտանգավոր է եւ պետք է ոչնչացվի։ Մյուս խումբը, որը ղեկավարում էին ռազմական գերատեսչության ներկայացուցիչները, պնդում էր ոչնչացվի։ Մյուս խումբը, որը ղեկավարում էին ռազմական գերատեսչության ներկայացուցիչները, պնդում էր ոչնչացվի։ Մյուս խումբը, որը ղեկավարում էին ռազմական գերատեսչության ներկայացուցիչները, պնդում էր ոչնչացվի։ Մյուս խումբը, որը ղեկավարում էին ռազմական գերատեսչության ներկայացուցիչները, պնդում էր ոչնչացվի։ Մյուս խումբը, որը ղեկավարում էին ռազմական գերատեսչության ներկայացուցիչները, պնդում էր ոչնչացվի։ Մյուս խումբը, որը ղեկավարում էին ռազմական գերատեսչության ներկայացուցիչները, պնդում էր ոչնչացվի։ Մյուս խումբը, որը ղեկավարում էին ռազմական գերատեսչության ներկայացուցիչները, պնդում էր ոչնչացվի, որ նա պետք է շարունակի աշխատել Նայիրի քաղաքացիական տարբերակի վրա, համակարգիչներ համալսարանների եւ գիտական ինստիտուտների համար։ Բայց միաժամանակ նա պետք է պահեր բոլոր գաղտնի փաստաթղթերը,
բոլոր ալգորիթմները, բոլոր կոդերը, այն դեպքի համար, երբ կենտրոնը որոշի վերսկսել ռազմական ծրագիրը։ Եվ այսպես Սարգսյանը վերադարձավ Երևան, կրելով իր հետ մի գաղտնիք, որը ծանրաբեռնում էր նրան ամեն օր։ Նա շարունակեց դասավանդել ինստիտուտում, շարունակեց ղեկավարել Նաիրիի քաղաքացիական տարբերակի մշակումը, շարունակեց ներկայանալ որպես հայ ինժեներական մտքի հպարտություն։ Բայց գիշերները, երբ նա մնում էր մենակ իր կաբինետում, նա հանում էր այն սև կաշվե նոթատետրը և գրում էր իր մտքերը։ Գրում էր այն մասին, թե ինչպես նա ստեղծել էր մի բան, որը կարող էր ոչնչացնել աշխարհը։ Գրում էր այն մասին, թե ինչպես նա փորձել էր ներկառուցել անվտանգության փականներ, բայց չգիտեր արդյոք դրանք բավարար էին։ Եվ գրում էր այն մասին, թե ինչպես նա վախենում էր, որ մի օր կենտրոնը կվերադառնա և կպահանջի ավարտել այն, ինչ նրանք սկսել էին Կազախստանում։ Բայց արդյոք այդ օրը երբևէ կգա։ Կամ Սարգսյանը կմնա այս գաղտնիքի հետ մինչև իր կյանքի վերջ, երբեք չիմանալով, թե արդյոք նրա ստեղծածը երբևէ կօգտագործվի իր իրական նպատակով։ 1986 թվականի ապրիլի 26-ին, երբ Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցավ աղետը, Ֆադեյ Սարգսյանը նստած էր իր կաբինետում Երևանում և լսում էր ռադիոն։ Պաշտոնական հաղորդումները խոսում էին փոքր դժբախտ պատահարի մասին, բայց Սարգսյանը գիտեր ճշմարտությունը։ Նա ուներ կապեր Մոսկվայում, նախկին գործընկերներ, ովքեր աշխատում էին ռազմական գերատեսչությունում, և նրանք արդեն զանգահարել էին նրան, պատմելու, թե ինչ իրականում տեղի էր ունեցել։ Բայց ամենավախեցնողը չէր եղել ռեակտորի պայթյունը։ Ամենավախեցնողը եղել էր այն, որ առաջին մի քանի ժամերի ընթացքում ռազմական հրամանատարությունը չէր կարողացել հասկանալ, արդյոք դա էր պատահական աղետ, թե ամերիկյան հարձակում։ Ռադարները ցույց էին տալիս անսովոր ակտիվություն, կապի գծերը խզվել էին, իսկ Քրեմլում մի քանի ժամ տևել էր խուճապ, մինչև նրանք վերջապես հասկացան, որ դա չէր եղել պատերազմ։ Եվ հենց այդ պահին Սարգսյանը ստացավ զանգ, որը փոխեց ամեն ինչ։ Զանգը եկավ գիշերվա 2-ին։ Ձայնը հեռախոսի մյուս ծայրում էր ծանոթ։ Դա էր Վլադիմիր Կրյուչկովը, ԿԳԲ-ի առաջին փոխնախագահը, մարդ, ում Սարգսյանը հանդիպել էր մի քանի անգամ Մոսկվայում։ Կրյուչկովը խոսեց ուղիղ և առանց ներածության։ Նա ասաց, որ Չեռնոբիլի աղետը ցույց տվեց, որ ԽՍՀՄ խոցելի է ոչ միայն ռազմական հարձակման, այլև տեխնոգեն աղետների դեմ։ Որ Քրեմլը վախենում է, որ հաջորդ անգամ նման իրավիճակում նրանք կարող են սխալ որոշում կայացնել և սկսել ատոմային պատերազմ պատահականության պատճառով։ Եվ որ հենց այդ պատճառով նրանք որոշել են վերսկսել Նաիրի նախագիծը, բայց այս անգամ ավելի մեծ մասշտաբով։ Կրյուչկովը բացատրեց, որ նրանք ուզում են ստեղծել ոչ թե մեկ համակարգ, այլ ամբողջ ցանց, համակարգիչներ, որոնք տեղադրված կլինեն տարբեր ռազմական բազաներում ողջ ԽՍՀՄ-ի տարածքում և կարող կլինեն աշխատել անկախ միմյանցից։ Որ այս համակարգերը պետք է լինեն բավականաչափ խելացի, որպեսզի տարբերեն իրական սպառնալիքը կեղծից, բայց միաժամանակ բավականաչափ արագ, որպեսզի պատասխանեն մի քանի րոպեի ընթացքում։ Եվ որ Սարգսյանը որպես Նաիրիի ստեղծող պետք է վերադառնա Մոսկվա և ղեկավարի այս նոր փուլը։ Բայց Սարգսյանը հրաժարվեց։ Նա ասաց Կրյուչկովին, որ նա չի կարող թողնել Երևանը, որ նա ունի պարտականություններ ինստիտուտում, որ նա չափազանց տարեց է նման մեծ նախագծի համար։ Բայց իրականում պատճառը այլ էր։ Սարգսյանը վախենում էր։ Վախենում էր, որ եթե նա վերադառնա Մոսկվա և շարունակի աշխատել այս նախագծի վրա, նա կստեղծի ինչ-որ բան, որը կվերածվի իրականական սպառնալիքի մարդկության համար։ Նա հիշում էր Կազախստանի փորձարկումները, հիշում էր, թե ինչպես Նաիրի 3 անգամ սխալվել էր և առաջարկել էր սկսել պատերազմ կեղծ տագնապի պատճառով։ Եվ նա գիտեր, որ եթե նման համակարգ երբևէ կապվի իրական զենքերի հերի հետ, ուշ թե շուտ այն կսխալվի կրկին։ Եվ այդ սխալը կարող էր արժանալ միլիոնավոր կյանքեր։ Բայց Կրյուչկովը չընդունեց հրաժարումը։ Նա ասաց Սարգսյանին, որ եթե նա չի ուզում գալ Մոսկվա, ապա նախագիծը կշարունակվի Երևանում, որ նրանք կուղարկեն նոր թիմ, նոր սարքավորումներ, նոր ռեսուրսներ։ Եվ որ Սարգսյանը ուզի թե ոչ, պետք է համագործակցի։ Սա էր ոչ թե առաջարկ, այլ հրաման։ Եվ Սարգսյանը հասկացավ, որ նա այլևս չունի ընտրություն։ 1987 թվականից սկսած Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի 5-րդ մարտահրավերը վերածվեց մի տեսակ գաղտնի բերդի։ Նոր անվտանգության համակարգեր, նոր պահակներ, նոր կանոններ։ Ով կաներ, ով կարող էր մտնել և ով ոչ։ Սարգսյանի թիմը ընդլայնվեց 12 մարդից մինչև 40։ Նրանց բերեցին լավագույն ինժեներներին Մոսկվայից, Լենինգրադից, Կիևից, և նրանք սկսեցին աշխատել Նաիրի Տոր 4-ի վրա, համակարգ, որը պետք է լիներ 10 անգամ ավելի հզոր, քան նախորդ տարբերակները։ Բայց Սարգսյանը գիտեր, որ ինչ-որ բան սխալ էր։ Նա նկատում էր, որ նոր թիմի անդամներից ոմանք չէին եղել պարզապես ինժեներներ։
Նրանք հարցեր էին տալիս, որոնք չէին վերաբերում տեխնիկական մանրամասներին, այլ նրա անձնական կարծիքներին, նրա քաղաքական հայացքներին, նրա հավատարմությանը ԽՍՀՄ-ին։ Եվ Սարգսյանը հասկացավ, որ ԿԳԲ-ն չէր վստահում նրան, որ նրանք ուղարկել էին լրտեսներ, հետևելու նրան, վերահսկելու նրա ամեն քայլը, համոզվելու, որ նա չի փորձում խապոտել նախագիծը։ Բայց ամենաանհասկանալին եղավ 1989 թվականին, երբ Սարգսյանին հանկարծ կանչեցին Մոսկվա հատուկ հանդիպման համար։ Նրան տարան ոչ թե ԿԳԲ-ի շենք, այլ մի անծանոթ վայր, հին շենք Արբատի մոտ, որը արտաքուստ նման էր սովորական բնակելի տան։ Այնտեղ նրան հանդիպեց մի մարդ, ում նա երբեք չէր տեսել, բայց ում ներկայությունը անմիջապես ստիպեց նրան հասկանալ, որ դա էր շատ բարձր դիրք ունեցող մեկը։ Այդ մարդը ներկայացավ որպես Վիկտոր Պավլովիչ, բայց Սարգսյանը գիտեր, որ դա կեղծ անուն էր։ Վիկտոր Պավլովիչը խոսեց մի ժամ առանց ընդմիջման։ Նա պատմեց Սարգսյանին մի բան, որը փոխեց նրա ողջ ընկալումը Նայիրի նախագծի մասին։ Նա ասաց, որ իրականում Նայիրի 4-ը ոչ միայն պաշտպանական համակարգ էր, որ այն նաև պետք է ունենար հարձակողական ռեժիմ։ Կարողություն ոչ միայն պատասխանել հարձակման, այլև նախաձեռնել այն, եթե համակարգը որոշեր, որ ԽՍՀՄ վտանգի մեջ է։ Սարգսյանը չէր կարողանում հավատալ իր ականջներին։ Նա հարցրեց, ինչպես համակարգիչը կարող էր որոշել, թե երբ է ԽՍՀՄ վտանգի մեջ։ Վիկտոր Պավլովիչը պատասխանեց, որ համակարգը պետք է վերլուծեր ոչ միայն ռազմական տվյալները, այլև տնտեսական, քաղաքական, սոցիալական, որ այն պետք է կարողանար կանխատեսել, թե երբ ԽՍՀՄ սկսում է թուլանալ եւ առաջարկել կանխարգելիչ հարվածներ, մինչեւ թշնամին հասցնի հարձակվել։ Սարգսյանը հասկացավ, որ նրանցից ուզում էին ստեղծել ոչ թե պաշտպանական համակարգ, այլ ագրեսիվ արհեստական բանականություն։ Համակարգիչ, որը կարող էր սկսել պատերազմ առանց մարդկային հաստատման, պարզապես որովհետև այն կարծում էր, որ դա անհրաժեշտ է։ Սարգսյանը հրաժարվեց։ Նա ասաց Վիկտոր Պավլովիչին, որ նա երբեք չի ստեղծի նման համակարգ, որ դա է անբարոյական, որ դա է վտանգավոր։ Բայց Վիկտոր Պավլովիչը միայն ժպտաց։ Նա ասաց Սարգսյանին, որ նա չունի ընտրություն, որ եթե նա հրաժարվի, դրանք կգտնեն ուրիշ մեկին, ով ավելի քիչ զգայուն է բարոյական հարցերի նկատմամբ։ Եվ որ Սարգսյանը պետք է մտածի իր ընտանիքի, իր ուսանողների, իր երկրի մասին։ Սա էլ բացահայտ սպառնալիք։ Եվ Սարգսյանը հասկացավ, որ նա ընկել էր որոքայթի մեջ, որից այլևս չկար ելք։ Նա կարող էր կամ շարունակել աշխատել նախագծի վրա եւ փորձել ներսից խապոտել այն, կամ հրաժարվել եւ տեսնել, թե ինչպես ուրիշ մեկը ստեղծում է ավելի վտանգավոր տարբերակ։ Նա ընտրեց առաջին տարբերակը։ Բայց արդյոք դա ճիշտ որոշում էր։ Կամ նա պարզապես արդարացնում էր իր վախկոտությունը, ասելով իրեն, որ նա փրկում է աշխարհը ներսից։ 1990 թվականին, երբ Բերլինի պատը փլուզվեց եւ ԽՍՀՄ սկսեց քայքայվել, Սարգսյանը հասկացավ, որ ժամանակը սպառվում է։ Նա լսում էր լուրերը Մոսկվայից, Գորբաչովի պերեստրոյկայի, գլասնոստի, հանրապետությունների անկախության պահանջների մասին։ Եվ նա գիտեր, որ շուտով Նայիրի նախագիծը կկորցնի իր իմաստը։ Բայց հենց այդ պահին նա ստացավ վերջին զանգը Մոսկվայից։ Այս անգամ զանգահարողը չներկայացավ, բայց Սարգսյանը ճանաչեց ձայնը։ Դա թա էր Վիկտոր Պավլովիչը։ Նա ասաց Սարգսյանին, որ նախագիծը պետք է ավարտվի անմիջապես, որ նրանք ունեն միայն մի քանի ամիս, մինչև ամեն ինչ փլուզվի։ Եվ որ Սարգսյանը պետք է փոխանցի բոլոր փաստաթղթերը, բոլոր կոդերը, բոլոր ալգորիթմները Մոսկվա։ Սարգսյանը հարցրեց, ինչու հենց հիմա, երբ ԽՍՀՄ փլուզվում է։ Վիկտոր Պավլովիչը պատասխանեց, որ հենց այդ պատճառով, որ նրանք ուզում են համոզվել, որ Նայիրի տեխնոլոգիան չընկնի սխալ ձեռքերում, հանրապետությունների, որոնք շուտով կդառնան անկախ, կամ արևմտյան լրտեսների։ Եվ որ Սարգսյանը որպես հայրենասեր պետք է հասկանա, որ դա է նրա վերջին պարտականությունը ԽՍՀՄ-ի նկատմամբ։ Բայց Սարգսյանը արեց ինչ-որ բան, որը նա երբեք չէր պատկերացրել, որ կանի։ Նա ստեց։ Նա ասաց Վիկտոր Պավլովիչին, որ փաստաթղթերը պատրաստ են, եւ նա կուղարկի դրանք Մոսկվա հաջորդ շաբաթ։ Բայց իրականում նա սկսեց ոչնչացնել դրանք։ Ամեն գիշեր, երբ բոլորը հեռանում էին ինստիտուտից, Սարգսյանը մնում էր իր կաբինետում եւ այրում էր փաստաթղթերը փոքրիկ մետաղե աղբաման մեջ։ Նա ոչնչացրեց բոլոր ալգորիթմները, բոլոր սխեմաները, բոլոր կոդերը, որոնք վերաբերում էին հարձակողական ռեժիմին։ Նա թողեց միայն այն փաստաթղթերը, որոնք նկարագրում էին Նայիրի քաղաքացիների հետ կապերը։ Նա գլուխ կարտուցեց նրանց պաշտոնական հստակությունները եւ վերջում ստացավ կապիտուլյացիայի մի փոքրիկ խմբավորումը, որը նրա կողքից անց էր եկել այնտեղ, երբ այդ տարիներին հանրային տեղեկատվությունը վայրից տեղից էր գոնե մի քիչ խորը։ Նա հետադարձեց նրանց վաղ տարիների գործողությունների վրա եւ իր համար միայն մի փոքր քայլ էր կատարել դառնալու համար։ Նա հետևեց իր նպատակներին։ Նկարագրում էին Նայիրի քաղաքացիական տարբերակը, սովորական համակարգիչը համալսարանների համար։
եւ նա հույս ուներ, որ Մոսկվան երբեք չի հասկանա, թե ինչ է նա արել։ Բայց նա սխալվեց։ 1991 թվականի մարտի 19-ը, երբ Սարգսյանը վերադարձավ տուն ուշ երեկոյան, նա նկատեց, որ նրա բնակարանի դուռը բաց է։ Ներսում ամեն ինչ շրջված էր, գրքերը հատակին, կահույքը շարժված, նույնիսկ հատակի տախտակները բարձրացված։ Ինչ որ մեկը փնտրել էր ինչ որ բան։ Եվ Սարգսյանը հասկացավ, որ KGB-ն գիտեր։ Նրանք գիտեին, որ նա ոչնչացրել է փաստաթղթերը եւ հիմա փնտրում էին պատճենները։ Բայց Սարգսյանը եղել էր ավելի խելացի։ Նա երբեք չէր պահաբեկ չէր պահել պատճենները տանը։ Նա պահել էր դրել դրանք միտեղ, որտեղ ոչ ոք երբեք չէր փնտրի։ Բայց հարցը մնում էր. որտեղ։ Եվ արդյոք այդ փաստաթղթերը դեռ գոյություն ունեն այսօր, 35 տարի անց։ Արդյոք դրանք թաքնված են ինչ-որ տեղ Երևանում, սպասելով, որ ինչ-որ մեկը գտնի դրանք եւ բացահայտի ճշմարտությունը Նայիրի նախագծի մասին։ Կամ Սարգսյանը տարավ այդ գաղտնիքը իր հետ գերեզման, երբ նա մահացավ 1991 թվականի ապրիլին, պաշտոնապես սրտի հարձակումից։ Բայց ըստ ոմանց շատ ավելի կասկածելի հանգամանքներում։ Մինչև վերջին պահը ես հավատացի, որ մենք կփրկվենք։ Այս խոսքերն ասում է Արամ Խաչատրյանը, Սարգսյանի անձնական ասիստենտը, ով 35 տարի անց դեռ չի կարողանում կանգնեցնել ձեռքերի դողը։ Ինչ գիտեր այս մարդը, ինչ որ մենք չգիտենք։ Այսօր առաջին անգամ տեսախցիկների առաջ 3 նախկին անդամներ Սարգսյանի թիմից խոսում են այն գաղտնիքների մասին, որոնք պահել են տասնամյակներ շարունակ։ Նրանց բացահայտումները կփոխեն այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք վերջին օրերի մասին։ Խաչատրյանը պատմում է, թե ինչպես 1991 թվականի փետրվարի վերջին Սարգսյանը սկսեց վարվել տարօրինակ։ Ինչպես նա ամեն երեկո մնում էր կաբինետում մինչև կեսգիշեր, թեև պաշտոնապես ոչինչ չէր աշխատում։ Ինչպես նա պահանջում էր, որ բոլորը հեռանան շենքից ժամը 9 երեկոյան, նույնիսկ անվտանգության պահակները։ Եվ ինչպես մի գիշեր Խաչատրյանը մոռացավ իր փաստաթղթերը եւ վերադարձավ ինստիտուտ, միայն տեսնելու Սարգսյանին, ով այրում էր ինչ-որ թղթեր փոքրիկ մետաղյա տարայի մեջ, իսկ նրա դեմքին արտացոլվում էր այնպիսի սարսափ, որ Խաչատրյանը երբեք չէր տեսել նախկինում։ Ինչ էին այդ փաստաթղթերը։ Ինչու Սարգսյանը ոչնչացնում էր դրանք այդպիսի շտապողականությամբ։ Եվ ամենակարևորը, ումից էր նա վախենում։ Պատկերացրեք, որ դուք պահպանում եք գաղտնիք, որը կարող է փրկել կամ ոչնչացնել միլիոնավոր մարդկանց։ Պատկերացրեք, որ ամեն օր դուք արթնանում եք, գիտակցելով, որ ինչ-որ մեկը հետևում է ձեզ, լսում ձեր հեռախոսազրույցները, ստուգում ձեր փաստաթղթերը։ Պատկերացրեք, որ դուք գիտեք, եթե սխալ քայլ անեք, ձեր ընտանիքը կտուժի։ Սա էր Ֆադեյ Սարգսյանի իրականությունը 1990 թվականից սկսած, բայց ամենավատն այն էր, որ նա չէր կարողանում վստահել նույնիսկ իր ամենամոտ գործընկերներին։ Խաչատրյանը հիշում է, թե ինչպես 1990 թվականի հոկտեմբերին թիմում հայտնվեց նոր մարդ՝ Դմիտրի Սոկոլովը, ով պաշտոնապես եկել էր Մոսկվայից որպես տեխնիկական խորհրդատու։ Բայց Սոկոլովը հարցեր էր տալիս, որոնք ոչինչ չունեին կապ տեխնիկայի հետ։ Նա հետաքրքրվում էր, թե ում հետ է Սարգսյանը հանդիպում աշխատանքից դուրս, ինչ է նա կարդում, ինչի մասին է խոսում ընթրիքի ժամանակ։ Եվ Խաչատրյանը նկատեց, որ Սարգսյանը սկսեց խուսափել Սոկոլովից, երբեք չէր մնում նրա հետ մենակ, երբեք չէր քննարկում կարևոր հարցեր նրա ներկայությամբ։ Ինչու։ Ով էր իրականում Սոկոլովը։ Եվ արդյոք նա էր այն մարդը, ով վերջապես մատնեց Սարգսյանին KGB-ին։ Բայց եկեք վերադառնանք 1990 թվականի դեկտեմբերին, երբ Սարգսյանը կատարեց իր ամենավտանգավոր քայլը։ Խաչատրյանը պատմում է, որ մի գիշեր, երբ ամբողջ Երևանը քնած էր, Սարգսյանը կանչեց նրան եւ երկու այլ վստահելի անդամներին՝ Գագիկ Ավագյանին եւ Սուսաննա Մկրտչյանին։ Նա ասաց նրանց, որ պետք է անեն ինչ-որ բան, որը կարող էր արժենալ նրանց կյանքը, բայց որը անհրաժեշտ էր անել։ Նա բացատրեց, որ Մոսկվան պահանջում է փոխանցել բոլոր փաստաթղթերը Նայիրի Տորչոսի մասին, ներառյալ այն մասը, որը նկարագրում էր հարձակողական ռեժիմը։ Բայց Սարգսյանը որոշել էր, որ այդ փաստաթղթերը երբեք չպետք է հասնեն Մոսկվա։ Ոչ թե որովհետև նա դավաճան էր, այլ որովհետև նա հասկանում էր, որ եթե այդ տեխնոլոգիան ընկնի սխալ ձեռքերում, այն կարող էր հանգեցնել աղետի։ Նա ցույց տվեց նրանց 3 մեծ արկղ՝ լի փաստաթղթերով, մագնիսական ժապավեններով, սխեմաներով։ Եվ նա ասաց, որ նրանք պետք է թաքցնեն այս ամենը այնպիսի վայրում, որտեղ KGB-ն երբեք չի փնտրի։ Բայց որտեղ կարող էր լինել այդպիսի վայր ԽՍՀՄ-ում, որտեղ KGB-ն ամենուր էր։ Պատասխանը եկավ Սուսաննա Մկրտչյանից։ Նա առաջարկեց մի վայր, որը թվում էր այնքան անհավանական, որ ոչ ոք երբեք չէր մտածի այնտեղ փնտրել։ Եկեղեցի։ Ոչ թե հին հայտնի եկեղեցի, որտեղ զբոսաշրջիկներ էին գալիս, այլ փոքրիկ մոռացված եկեղեցի, Երևանի արվարձաններից մեկում, Նոր Քմարաշ թաղամասում։ Այդ եկեղեցին, որը կոչվում էր Սուրբ Հովհաննես, փակ էր եղել սովետական իշխանությունների կողմից 1938 թվականից,
եւ օգտագործում էր որպես պահեստ։ Բայց Մկրտչյանի հորեղբայրը, ով աշխատում էր շինարարական կազմակերպությունում, ուներ բանալիները եւ կարող էր ապահովել մուտք։ Սարգսյանը համաձայնեց։ Եվ այդ գիշերը 1990 թվականի դեկտեմբերի 15-ին 4 մարդիկ տարան 3 արկղ, լի գաղտնիքներով, եւ թաքցրին դրանք Սուրբ Հովհաննես եկեղեցու ստորգետնյա սենյակում, 5 քարերի եւ փոշու տակ։ Խաչատրյանը հիշում է, թե ինչպես Սարգսյանը, երբ նրանք ավարտեցին, կանգնեց եկեղեցու կենտրոնում եւ ասաց մի բան, որը Խաչատրյանը երբեք չի մոռանա. «Եթե ինչ-որ բան պատահի ինձ, դուք պետք է երդվեք, որ այս գաղտնիքը կմնա այստեղ, մինչև աշխարհը պատրաստ լինի դրա համար։ Ոչ 10 տարի, ոչ 20, մինչև մարդկությունը սովորի չսկսել պատերազմ մեր համակարգիչների միջոցով»։ Բայց արդյոք Սարգսյանը իսկապես հավատում էր, որ այդ օրը երբևէ կգա։ Կամ նա պարզապես փորձում էր հանգստացնել իր խիղճը, ասելով իրեն, որ նա պաշտպանում է մարդկությունը։ Խաչատրյանը չգիտի պատասխանը, բայց նա գիտի մի բան այլ. 2 շաբաթ անց, երբ ԿԳԲ-ն եկավ մաքրելու Սարգսյանի կաբինետը, նրանք չգտան այնինչ փնտրում էին։ Նրանք գտան միայն սովորական փաստաթղթեր, դասախոսությունների նոթեր, ուսանողական աշխատանքներ, քաղաքացիական նայրի համակարգիչների սխեմաներ, բայց ոչինչ ռազմական նախագծի մասին։ Եվ Խաչատրյանը տեսավ, թե ինչպես ԿԳԲ-ի սպաները դառնում էին ավելի ու ավելի նյարդային, ինչպես նրանք սկսեցին հարցաքննել բոլորին, ինչպես նրանք սպառնում էին, խոստանում էին, փորձում էին կոտրել մարդկանց։ Բայց ոչ ոք չխոսեց։ Ոչ Խաչատրյանը, ոչ Ավագյանը, ոչ Մկրտչյանը։ Նրանք պահպանեցին գաղտնիքը, նույնիսկ երբ ԿԳԲ-ն սպառնում էր ձերբակալել նրանց, նույնիսկ երբ նրանք կորցրին աշխատանքը, նույնիսկ երբ նրանց ընտանիքները սկսեցին տուժել։ Ինչու նրանք դա արեցին։ Ինչ տեսան նրանք այդ փաստաթղթերում, որ նրանք պատրաստ էին զոհել ամեն ինչ, պահպանելու դրանք։ Երբ Ֆադեյ Սարգսյանը սկսեց գանգատվել գլխացավերից 1990 թվականի նոյեմբերին, նրա անձնական բժիշկը Դավիթ Հարությունյանը անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան սխալ է։ Բայց ոչ այնպես, ինչպես դուք կարծում եք։ Հարությունյանը, ով այսօր ապրում է Վիեննայում եւ առաջին անգամ է համաձայնվել խոսել, պատմում է մի պատմություն, որը սառեցնում է արյունը։ Նա ասում է, որ Սարգսյանի գլխացավերը չէին սովորական գլխացավեր։ Դրանք էին հարձակումներ, որոնք տևում էին ժամերով, ուղեկցվում էին սրտխառնոցով, գլխապտույտով, նույնիսկ ժամանակավոր տեսողության կորստով։ Հարությունյանը պատվիրեց հատուկ դեղամիջոցներ Մոսկվայից, ցավազրկողներ, որոնք սովորաբար օգտագործվում էին միայն ծանր հիվանդների համար։ Բայց ամենակասկածելին այն էր, որ այդ դեղամիջոցների ցանկը, որը Հարությունյանը ուղարկեց Մոսկվա, երբեք չհասավ նրան ետ։ Փոխարենը նա ստացավ այլ դեղեր, որոնց անունները նա չէր ճանաչում, դեղեր, որոնք չէին նշված ոչ մի պաշտոնական բժշկական ուղեցույցում։ Երբ Հարությունյանը հարցրեց, թե ինչ են այդ դեղերը, նրան ասացին, որ դրանք են հատուկ բանաձև, եւ նա պարզապես պետք է տա դրանք Սարգսյանին առանց հարցեր տալու։ Բայց Հարությունյանը չտվեց։ Փոխարենը նա տարավ այդ դեղերը մի ընկերոջը, ով աշխատում էր քիմիական լաբորատորիայում, եւ խնդրեց վերլուծել դրանք։ Պատասխանը եկավ 2 շաբաթ անց, եւ այն ցնցեց Հարությունյանին։ Դեղերը պարունակում էին ոչ միայն ցավազրկող բաղադրիչներ, այլև ինչ-որ բան այլ, քիմիական նյութ, որը նման էր թունավոր միացության, բայց այնքան փոքր քանակությամբ, որ անմիջական ազդեցություն չէր ունենա։ Լաբորանտը բացատրեց, որ եթե այս նյութը ընդունվի կանոնավոր կերպով ամեն օր, մի քանի ամիս շարունակ, այն կարող է կուտակվել օրգանիզմում եւ հանգեցնել լուրջ առողջական խնդիրների՝ սրտի անկում, երիկամների ձախողում, նույնիսկ ուղեղի վնասվածք։ Բայց ամենավախեցնողը այն էր, որ այս ամենը կտեղի ունենար այնպես, որ կթվար բնական մահ, սրտի հարձակում կամ ինսուլտ։ Հարությունյանը անմիջապես հասկացավ, որ ինչ-որ մեկը փորձում էր սպանել Սարգսյանին դանդաղ, անտեսանելի կերպով։ Բայց ով։ Եվ ինչու հենց այդ ձևով, ինչու ոչ պարզապես պատահական դժբախտություն կամ ավտովթար։ Պատասխանը ըստ Հարությունյանի պարզ էր, որովհետև ԿԳԲ-ն ուզում էր, որ Սարգսյանի մահը թվա բնական, որովհետև եթե հայտնի դառնար, որ նրան սպանել են, դա կառաջացներ հարցեր. ինչու, ով, ինչ էր նա գիտում։ Բայց եթե նա մեռներ սրտի հարձակումից, ոչ ոք չէր կասկածի։ Հատկապես տղամարդ, ով 65 տարեկան էր, ով աշխատում էր լարված պայմաններում, ով ծխում էր, ով չէր հետևում իր առողջությանը։ Կատարյալ ծածկոց։ Բայց Հարությունյանը որոշեց չտալ այդ դեղերը Սարգսյանին։ Փոխարենը նա տվեց նրան սովորական ցավազրկողներ եւ ասաց, որ Մոսկվայից ուղարկված դեղերը կորել են փոստում։ Երբ Մոսկվայից զանգահարեցին եւ հարցրեցին, թե ինչու Սարգսյանը չի ընդունում նախատեսված դեղերը, Հարությունյանը ստեց, ասաց, որ Սարգսյանի վիճակը բարելավվել է եւ այլևս անհրաժեշտություն չկա հատուկ դեղամիջոցների։ Բայց նա գիտեր, որ դա չի դադարեցնի նրանց։
Նա գիտեր, որ եթե նրանք իսկապես ուզում էին վերացնել Սարգսյանին, նրանք կգտնեին այլ ճանապարհ։ Եվ նա ճիշտ էր։ 1991 թվականի մարտի 19-ը Սարգսյանը ընդունվեց հիվանդանոց, սրտի ուժեղ ցավերով։ Հարությունյանը չէր այնտեղ, նա գործուղման մեջ էր Լենինգրադում։ Փոխարենը Սարգսյանին ընդունեց այլ բժիշկ՝ Վլադիմիր Պետրովը, ով նոր էր եկել Մոսկվայից եւ պաշտոնապես նշանակվել էր որպես խորհրդատու կարդիոլոգ Երևանի հիվանդանոցում։ Պետրովը անմիջապես սկսեց բուժում՝ ներարկումներ, դեղահաբեր, կաթիլներ։ Բայց երբ Հարությունյանը վերադարձավ 3 օր անց եւ ստուգեց Սարգսյանի բժշկական քարտը, նա տեսավ ինչ-որ բան, որը ստիպեց նրան սառչել։ Պետրովը տվել էր Սարգսյանին նույն այն դեղերը, որոնք Հարությունյանը մերժել էր տալ նրան 2 ամիս առաջ։ Բայց այս անգամ ոչ թե փոքր դեղաբաժիններով, այլ մեծ դոզաներով, ներարկումների միջոցով, ուղղակի երակներ։ Հարությունյանը անմիջապես գնաց Պետրովի մոտ եւ պահանջեց բացատրություններ։ Բայց Պետրովը պարզապես ժպտաց եւ ասաց, որ նա հետևում է Մոսկվայի արձանագրությանը եւ Հարությունյանը չունի իրավունք միջամտել։ Երբ Հարությունյանը սպառնաց բողոքել վերադաս մարմիններին, Պետրովը հանեց մի փաստաթուղթ, կարմիր կնիքով, որը ստորագրված էր առողջապահության նախարարության կողմից, եւ որտեղ գրված էր, որ Պետրովը ունի բացառիկ լիազորություններ Սարգսյանի բուժման հարցում, եւ ոչ ոք չի կարող հարցականի տակ դնել նրա որոշումները։ Հարությունյանը հասկացավ, որ նա պարտվել է։ Նա չէր կարող փրկել Սարգսյանին։ Համակարգը շատ ուժեղ էր, շատ կազմակերպված։ Բայց նա կարող էր անել մի բան այլ՝ փաստագրել ամեն ինչ։ Նա սկսեց գաղտնի կերպով պատճենել Սարգսյանի բժշկական փաստաթղթերը, գրանցել բոլոր դեղերը, որոնք Պետրովը տալիս էր նրան, նկարել լաբորատոր վերլուծությունների արդյունքները։ Եվ նա տեսավ, թե ինչպես Սարգսյանի վիճակը վատանում էր ամեն օր, ոչ թե բարելավվում, այլ վատանում։ Տեսավ, թե ինչպես նրա սիրտը թուլանում էր, թե ինչպես նրա երիկամները դադարում էին աշխատել, թե ինչպես նրա ուղեղը ստանում էր ավելի ու ավելի քիչ թթվածին։ Եվ նա գիտեր, որ սա չէր բնական գործընթաց։ Սա էր դիտավորյալ, հաշվարկված, դանդաղ սպանություն։ Բայց նա չէր կարող ոչինչ անել։ Նա կարող էր միայն դիտել եւ սպասել անխուսափելի վերջին։ Եվ այդ վերջը եկավ 1991 թվականի ապրիլի 2-ին, երբ Ֆադեյ Սարգսյանի սիրտը դադարեց բաբախել, պաշտոնապես, սրտի անկման հետևանքով։ Բայց Հարությունյանը գիտեր ճշմարտությունը, եւ նա պահեց այդ փաստաթղթերը, բոլոր պատճենները, բոլոր վերլուծությունները, բոլոր ապացույցները։ Պահեց դրանք 35 տարի, սպասելով ճիշտ պահին, երբ աշխարհը պատրաստ կլինի լսելու ճշմարտությունը։ Բայց արդյոք այդ պահը եկել է։ Արդյոք մենք պատրաստ ենք իմանալու, թե ինչպես մի մարդ, ով փորձեց փրկել աշխարհը ատոմային պատերազմից, վերջապես դարձավ իր սեփական ստեղծածի զոհը։ Եվ ամենակարևորը, ով էր իրականում պատվիրատու այս սպանության։ KGB բարձրագույն ղեկավարությունը, թե ինչ որ մեկը ավելի բարձր, ինչ որ մեկը, ով վախենում էր, որ Սարգսյանի գաղտնիքները կարող են բացահայտվել եւ ոչնչացնել ամբողջ սովետական համակարգը։ Կա մի բան, որի մասին ոչ ոք չի խոսում, երբ քննարկում է Ֆադեյ Սարգսյանի մահը։ Կա մի պատմություն, որը թաքնված է պաշտոնական վարկածներից եւ բժշկական եզրակացություններից։ Պատմություն, որը սկսվում է ոչ թե հիվանդանոցում, այլ շատ ավելի վաղ, 1990 թվականի ամռանը, երբ Սարգսյանը ստացավ այցելություն մի կնոջից, ով ասաց, որ տեսել է նրա ապագան։ Այս պատմությունը պատմում է Սուսաննա Մկրտչյանը, նույն կինը, ով օգնեց թաքցնել Նայիրիի գաղտնի փաստաթղթերը Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Մկրտչյանը հիշում է, թե ինչպես մի օր, երբ նրանք աշխատում էին լաբորատորիայում, Սարգսյանը ստացավ հեռախոսազանգ։ Նա խոսեց մի քանի րոպե, իսկ հետո ասաց, որ պետք է հեռանա մի ժամով անձնական գործով։ Սա էր անսովոր, որովհետև Սարգսյանը երբեք չէր խառնում անձնական կյանքը աշխատանքի հետ։ Բայց այն, ինչ Մկրտչյանը չգիտեր այդ պահին, այն էր, որ Սարգսյանը գնում էր հանդիպման մի կնոջ հետ, ով փոխելու էր նրա ողջ ընկալումը իր ճակատագրի մասին։ Այդ կինը կոչվում էր Մարիամ Խաչատրյան եւ ապրում էր Երևանի արվարձաններից մեկում, փոքրիկ տանը, որը շրջապատված էր այգիներով եւ հին ծառերով։ Մարիամը հայտնի էր որպես տեսանող, կին, ով կարող էր տեսնել ապագան եւ կարդալ մարդկանց ճակատագիրը։ Պաշտոնապես սովետական իշխանությունները արգելել էին նման դավանանքները, բայց մարդիկ շարունակում էին գնալ Մարիամի մոտ, գաղտնի, գիշերները, երբ ոչ ոք չէր տեսնում։ Եվ այդ օրը Սարգսյանը գնաց նրա մոտ ոչ թե որովհետև նա հավատում էր նման բաներին, այլ որովհետև Մարիամը ուղարկել էր նրան հաղորդագրություն։ Դուք վտանգի մեջ եք, եկեք մինչև ճուշացել է։ Երբ Սարգսյանը մտավ Մարիամի տուն, նա տեսավ մի ծեր կին, ավելի քան 80 տարեկան, ով նստած էր մութ սենյակում, միայն մի մոմ վառված նրա առջև։ Մարիամը նայեց Սարգսյանին երկար, առանց խոսելու, իսկ հետո ասաց ինչ-որ բան, որը սառեցրեց նրա արյունը։ Դուք ստեղծել եք մի բան, որը չպետք է գոյություն ունենար։ Մի բան,
որը կարող է ոչնչացնել աշխարհը։ Եվ հենց այդ պատճառով նրանք ուզում են ձեզ վերացնել։ Ոչ թե որովհետև դուք վտանգավոր եք, այլ որովհետև դուք գիտեք չափազանց շատ։ Սարգսյանը փորձեց բացատրել, որ նա պարզապես գիտնական է, որ նա չի ստեղծել ոչինչ վտանգավոր, որ ամեն ինչ, ինչ նա արել է, եղել է երկրի պաշտպանության համար։ Բայց Մարիամը շարունակեց. նա ասաց, որ տեսել է նրա ապագան, տեսել է, թե ինչպես նա կմեռնի հիվանդանոցում, տեսել է սպիտակ պատերը, բժիշկներին սպիտակ խալաթներով, տեսել է, թե ինչպես նրա սիրտը դադարում է բաբախել։ Բայց ամենավախեցնողը այն էր, որ նա տեսել էր նաև մի մարդու դեմքը, մարդ, ով կանգնած էր Սարգսյանի մահճակալի մոտ եւ դիտում էր նրա վերջին րոպեները։ Մարդ, ում Սարգսյանը ճանաչում էր, մարդ, ում նա վստահում էր։ Բայց Մարիամը չասաց, թե ով էր այդ մարդը։ Նա միայն ասաց, որ Սարգսյանը ինքը պետք է պարզեր դա, երբ ժամանակը գար։ Եվ նա ավելացրեց մի բան, որը Սարգսյանը երբեք չմոռացավ. ձեր մահը չի կանխել ձեր ստեղծածի ճակատագիրը։ Այն ինչ դուք թաքցրել եք, կգտնվի, բայց ոչ հիմա, ոչ 10 տարի անց։ Այն կգտնվի, երբ աշխարհը կլինի այլ, երբ մարդիկ կսովորեն, որ պատերազմը չի լուծում խնդիրները, այլ միայն ստեղծում է նորերը։ Սարգսյանը հեռացավ Մարիամի տնից, շփոթված եւ վախեցած։ Նա չէր գիտում, թե արդյոք հավատալ այդ կնոջը, թե համարել նրան պարզապես խելագար ծերունի։ Բայց հաջորդ ամիսներին նա սկսեց նկատել բաներ, որոնք ստիպեցին նրան մտածել, որ Մարիամը գուցե ճիշտ էր։ Նա նկատեց, որ Դմիտրի Սոկոլովը, այն տեխնիկական խորհրդատուն Մոսկվայից, սկսեց ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնել նրա մոտ։ Նկատեց, որ Սոկոլովը միշտ էր այնտեղ, երբ Սարգսյանը խոսում էր հեռախոսով, երբ նա հանդիպում էր այցելուների հետ, երբ նա աշխատում էր գաղտնի փաստաթղթերի վրա։ Եվ նա սկսեց կասկածել, որ Սոկոլովը ոչ թե պարզապես լրտես էր, այլ ինչ-որ բան ավելին։ Որ նա գուցե էր այն մարդը, ում Մարիամը տեսել էր իր տեսիլքում, մարդը, ով կլիներ նրա մահճակալի մոտ վերջին րոպեներին։ Բայց Սարգսյանը չէր կարող ապացուցել դա։ Նա չէր կարող մեղադրել Սոկոլովին առանց ապացույցների։ Եվ նա գիտեր, որ եթե նա սխալվեր, դա կարող էր արժենալ նրա կյանքը։ Բայց 1991 թվականի մարտին, երբ Սարգսյանը ընդունվեց հիվանդանոց, նա վերջապես տեսավ ճշմարտությունը։ Մկրտչյանը պատմում է, որ նա այցելեց Սարգսյանին հիվանդանոցում մի օր առաջ նրա մահից։ Սարգսյանը շատ թույլ է, բայց դեռ կարողանում էր խոսել։ Եվ նա ասաց Մկրտչյանին ինչ-որ բան, որը նա երբեք չէր ասել ուրիշ ոչ ոքի։ Նա ասաց, որ տեսել է Սոկոլովին հիվանդանոցում, որ Սոկոլովը եկել էր այցելության, բայց իրականում խոսել էր Վլադիմիր Պետրովի, այն բժշկի հետ, ով բուժում էր Սարգսյանին։ Եվ Սարգսյանը լսել էր նրան զրույցի մի մասը։ Լսել էր, թե ինչպես Սոկոլովը հարցնում էր, երբ կավարտվի, եւ Պետրովը պատասխանում էր շատ շուտ, մի քանի օր։ Սարգսյանը հասկացավ, որ նրանք խոսում էին նրա մահվան մասին, որ Սոկոլովը եւ Պետրովը աշխատում էին միասին, որ ամբողջ այս ժամանակ Սոկոլովը եղել էր ոչ թե պարզապես լրտես, այլ գործակալ, մարդ, ում առաքելությունը եղել էր համոզվել, որ Սարգսյանը երբեք չի բացահայտի Նայիրիի գաղտնիքները։ Եվ երբ Սարգսյանը հրաժարվեց համագործակցել, երբ նա ոչնչացրեց փաստաթղթերը, Սոկոլովը ստացավ նոր հրաման՝ վերացնել նրան։ Մկրտչյանը հիշում է, թե ինչպես Սարգսյանը, երբ պատմեց այս ամենը, բռնեց նրա ձեռքը եւ ասաց. «Դուք պետք է պահպանեք գաղտնիքը, անկախ նրանից, թե ինչ տեղի ունենա ինձ հետ, անկախ նրանից, թե ինչ նրանք ասեն կամ սպառնան։ Այնինչ մենք թաքցրինք Սուրբ Հովհաննես եկեղեցում, պետք է մնա այնտեղ մինչև աշխարհը պատրաստ լինի։ Եվ երբ այդ ժամանակը գա, երբ ինչ-որ մեկը գտնի այն, նա պետք է իմանա ճշմարտությունը։ Ոչ թե պաշտոնական տարբերակը, ոչ թե այն, ինչ KGB-ն ասում է, այլ իրական ճշմարտությունը, որ ես փորձեցի փրկել աշխարհը, բայց համակարգը ավելի ուժեղ էր, որ ես ստեղծեցի մի բան վտանգավոր, բայց հետո փորձեցի ոչնչացնել այն, եւ որի մահը չէր պատահական։ Դա էր սպանություն, դանդաղ, հաշվարկված, դաժան սպանություն, բայց ոչ անիմաստ, որովհետև իմ մահով ես փրկեցի միլիոնավոր կյանքեր, որոնք կոր չէին, եթե Նայիրիտոր 4-ը երբևէ ակտիվանար իր իրական պատակով։ Հաջորդ օրը Ֆադեյ Սարգսյանի սիրտը դադարեց բաբախել։ Պաշտոնական եզրակացությունը եղավ սրտի անկում, բայց Մկրտչյանը գիտեր ճշմարտությունը, եւ նա պահպանեց գաղտնիքը 35 տարի։ Պահպանեց այն նույնիսկ երբ KGB-ն հարցաքննեց նրան, նույնիսկ երբ նա կորցրեց աշխատանքը, նույնիսկ երբ նրա ընտանիքը տուժեց։ Նա պահպանեց այն, որովհետև նա գիտեր, որ Սարգսյանը ճիշտ էր, որ աշխարհը դեռ պատրաստ չէր այդ ճշմարտության համար։ Բայց արդյոք այն պատրաստ է հիմա։ Արդյոք մենք պատրաստ ենք իմանալու, թե ինչ իրականում թաքնված է Սուրբ Հովհաննես եկեղեցու ստորգետնյա սենյակում։
Արդյոք մենք պատրաստ ենք դեմ նայելու մի ճշմարտության, որը կարող է փոխել ամեն ինչ, ինչ մենք մտածում ենք սառը պատերազմի, ԽՍՀՄ-ի փլուզման եւ այն մարդկանց մասին, ովքեր փորձեցին փրկել աշխարհը, նույնիսկ եթե դա նշանակում էր զոհել իրենց սեփական կյանքը։ Պատկերացրեք, որ դուք եք 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Սարգսյանի մասին։ Ամեն բժշկական գաղտնիք, ամեն փախուստի պլան, ամեն թունել, որը թաքնված էր Երևանի տակ։ Այժմ պատկերացրեք, որ պետք է ընտրեք՝ պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ 22 դեկտեմբերի 1991 թվականին այս մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Ինչն ստիպեց նրանց դավաճանել իրենց գերագույն ղեկավարին։ Այս 12-ը չէին սովորական աշխատակիցներ։ Նրանք էին ներքին շրջանակը, մարդիկ, ովքեր մուտք ունեին Սարգսյանի անձնական սեյֆ, ովքեր ճանաչում էին նրա ձայնը հեռախոսով առանց ներկայանալու, ովքեր կարող էին մտնել նրա կաբինետ առանց թակելու դուռը։ Նրանց թվում էին 3 ինժեներներ, 2 անվտանգության սպա, 4 լաբորանտներ, 2 քարտուղարներ եւ 1 վարորդ։ Ամեն մեկն ուներ իր պատճառը մնալու հավատարիմ։ Ամեն մեկն ուներ իր ընտանիքը, իր երազանքները, իր վախերը։ Բայց 1991 թվականի մարտի սկզբին ինչ-որ բան փոխվեց։ Գագիկ Ավագյանը, Սարգսյանի ամենամոտ ինժեներներից մեկը, հիշում է այն գիշերը, երբ նրանք բոլորը հավաքվեցին մի գաղտնի հանդիպման համար։ Ոչ ինստիտուտում, ոչ մեկի տանը, այլ հին գործարանի լքված շենքում կենտրոն թաղամասում։ Հանդիպումը կազմակերպել էր Դմիտրի Սոկոլովը, այն նույն մարդը, ում Սարգսյանը կասկածում էր KGB գործակալ լինելու մեջ։ Սոկոլովը խոսեց ուղիղ եւ առանց շրջապատելու։ Նա ասաց, որ Սարգսյանը դավաճանել է ԽՍՀՄ-ին, ոչնչացնելով Նաիրի Տրաչորսի ռազմական փաստաթղթերը, որ նա թաքցել է այդ փաստաթղթերը ինչ-որ տեղ եւ Մոսկվան պահանջում է, որ նրանք, ներքին շրջանակի անդամները, օգնեն գտնել դրանք։ Սոկոլովը բացատրեց, որ ով օգնի, կստանա պարգևներ, նոր աշխատանք Մոսկվայում, բարձր աշխատավարձ, բնակարան կենտրոնում, բայց ով հրաժարվի, կդիմագրավի հետևանքների, կորցնել աշխատանքը, հնարավոր ձերբակալություն, նույնիսկ վտանգ ընտանիքի համար։ Ավագյանը նայեց շուրջը եւ տեսավ իր գործընկերների դեմքերին նույն վախը, որը զգում էր ինքը։ Նրանք բոլորը գիտեին, որ Սոկոլովը չի սպառնում դատարկ խոսքերով։ KGB-ն ուներ ուժ ոչնչացնելու նրանց բոլորին, եթե նրանք չհամագործակցեին։ Բայց հետո տեղի ունեցավ ինչ-որ բան անսպասելի։ Արամ Խաչատրյանը, Սարգսյանի անձնական ասիստենտը, ոտքի ելավ եւ ասաց ինչ-որ բան, որը փոխեց ամբողջ հանդիպման մթնոլորտը։ Նա ասաց, որ Սարգսյանը չէր դավաճան, որ նա արեց այն, ինչ պետք է աներ ցանկացած պատասխանատու գիտնական, կանխեց տեխնոլոգիայի օգտագործումը, որը կարող էր սկսել պատերազմ, որ եթե նրանք, ներքին շրջանակի անդամները, իսկապես հարգում էին Սարգսյանին, նրանք պետք է պաշտպանեին նրա ժառանգությունը, ոչ թե դավաճանեին այն։ Խաչատրյանի խոսքերը ստեղծեցին ճեղքվածք խմբում։ Ոմանք համաձայնվեցին նրա հետ ասելով, որ նրանք երբեք չեն օգնի KGB-ին գտնել փաստաթղթերը։ Ուրիշներ լռեցին, վախենալով բացահայտ դիրք բռնելուց։ Իսկ մի քանիսը, ներառյալ 2 անվտանգության սպաներին, ասացին, որ նրանք պատրաստ են համագործակցել Սոկոլովի հետ։ Հանդիպումը ավարտվեց առանց որոշման, բայց բոլորը հասկացան մի բան. խումբը այլևս միասնական չէր։ Նրանք բաժանվել էին 2 ճամբարների, նրանք ովքեր հավատարիմ էին Սարգսյանին, եւ նրանք, ովքեր վախենում էին KGB-ից ավելի, քան ցանկանում էին պաշտպանել ճշմարտությունը։ Հաջորդ շաբաթներին սկսվեց իրական որսորդություն։ Սոկան որսորդություն։ Սոկոլովը եւ նրա թիմը սկսեցին հետևել ներքին շրջանակի ամեն անդամի, լսել նրանց հեռախոսազրույցները, ստուգել նրանց նամակագրությունը, նույնիսկ խուզարկել նրանց տները գիշերները, երբ նրանք աշխատանքի վրա էին։ Ավագյանը հիշում է, թե ինչպես մի առավոտ նա վերադարձավ տուն եւ գտավ իր գրասենյակը ամբողջովին շրջված, գրքերը հատակին, փաստաթղթերը ցրված, նույնիսկ հատակի տախտակները բարձրացված։ Բայց ամենավախեցնողը չէր խուզարկությունը։ Ամենավախեցնողը եղավ այն, որ երբ նա գնաց բողոքելու ոստիկանություն, դրան ասացին, որ ոչ մի խուզարկություն չի եղել, եւ նա պետք է դադարեցներ տարածել կեղծ լուրեր։ Ավագյանը հասկացավ, որ համակարգը աշխատում էր KGB օգտին, որ նա եւ նրա գործընկերները մենակ էին այս պայքարում, որ եթե նրանք ուզում էին պաշտպանել Սարգսյանի գաղտնիքը, նրանք պետք է լինեին ավելի խելացի, ավելի զգույշ, ավելի անտեսանելի, քան KGB-ն։ Բայց ինչպես կարող էին նրանք մրցել KGB-ի հետ, կազմակերպության, որն ուներ անսահման ռեսուրսներ, հազարավոր գործակալներ, տասնամյակների փորձ գաղտնի գործողություններում։ Պատասխանը եկավ անսպասելի աղբյուրից՝ Սուսաննա Մկրտչյանից, այն կնոջից, ով օգնել էր Սարգսյանին թաքցնել փաստաթղթերը Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Մկրտչյանը հավաքեց հավատարիմ խմբի անդամներին, Խաչատրյանին, Ավագյանին եւ 3 ուրիշներին, եւ ասաց նրանց ինչ-որ բան, որը փոխեց ամբողջ խաղը։ Նա ասաց, որ նրանք չպետք է պաշտպանեն փաստաթղթերը։ Փաստաթղթերն արդեն անվտանգ էին եկեղեցում։ Փոխարենը նրանք պետք է ստեղծեին շեղում, տային կագեբին կեղծ տեղեկություններ, որոնք կուղղորդեին նրանց սխալ ուղղությամբ։ Մկրտչյանը բացատրեց, որ նա արդեն պատրաստել էր կեղծ փաստաթղթեր, թղթեր, որոնք նման էին Նայիրի Տորչոսի սխեմաներին, բայց իրականում պարունակում էին անիմաստ տեխնիկական տվյալներ։ Եթե նրանք կարողանային համոզել կագեբին, որ այս կեղծ փաստաթղթերն են իրական գաղտնիքները, ապա Սոկոլովը կդադարեր փնտրել եւ իրական փաստաթղթերը կմնային անվտանգ։ Պլանը էր ռիսկային, բայց նրանք չունեին այլ ընտրություն։ Խաչատրյանը համաձայնեց պատահար տահաբար թողնել կեղծ փաստաթղթերը իր գրասենյակում, այնպիսի վայրում, որտեղ կագեբի գործակալները հեշտությամբ կգտնեին դրանք հաջորդ խուզարկության ժամանակ։ Ավագյանը համաձայնեց սխալմամբ հիշատակել այդ փաստաթղթերի մասին հեռախոսազրույցի ժամանակ, գիտակցելով, որ ՑԳԲ-ն լսում է նրա զանգերը։ Եվ Մկրտչյանը համաձայնեց ստեղծել ամբողջ պատմություն, թե ինչպես Սարգսյանը տվել էր նրան այդ փաստաթղթերը անվտանգ պահպանման համար մի քանի օր առաջ իր մահից։ Եթե ամեն ինչ աշխատեր ըստ պլանի, ԿԳԲ-ն կհավատար, որ նրանք գտել են այն, ինչ փնտրում էին, եւ կդադարեին հետապնդել ներքին շրջանակի անդամներին։ Բայց եթե պլանը ձախողրեր, եթե Սոկոլովը հասկանար, որ փաստաթղթերը կեղծ են, ապա նրանք բոլորը կդիմագրավեին ավելի վատ հետևանքների, քան պարզ աշխատանքի կորուստը։ Նրանք կարող էին ձերբակալվել, հարցաքննվել, նույնիսկ անհետանալ, ինչպես այնքան շատ մարդիկ անհետացել էին սովետական տարիներին, երբ նրանք դառնում էին անհարմար համակարգի համար։ Բայց նրանք որոշեցին ռիսկել, եւ 1991 թվականի մարտի 15-ին, հենց 3 օր առաջ Սարգսյանի մահից, նրանք իրականացրին իրենց պլանը։ Խաչատրյանը թողեց կեղծ փաստաթղթերը իր գրասենյակի սեյֆում, պատահաբար մոռանալով փակել այն ամբողջովին։ Ավագյանը զանգահարեց իր ընկերոջը եւ սխալմամբ հիշատակեց, որ Խաչատրյանը պահում է շատ կարևոր փաստաթղթեր իր սեյֆում։ Եվ Մկրտչյանը տարածեց լուրեր ինստիտուտում, որ Սարգսյանը տվել էր Խաչատրյանին վերջին հրահանգներ մի քանի օր առաջ հիվանդանոց ընդունվելուց։ Հաջորդ գիշերը, ինչպես նրանք սպասում էին, կաջեբի գործակալները խուզարկեցին Խաչատրյանի գրասենյակը եւ գտան կեղծ փաստաթղթերը։ Ավագյանը, ով թաքնված էր մոտակա սենյակում, լսեց, թե ինչպես գործակալները ոգևորված էին իրենց հայտնագործությամբ։ Լսեց, թե ինչպես նրանք զանգահարեցին Սոկոլովին եւ հաղորդեցին, որ գտել են այն, ինչ փնտրում էին։ Եվ լսեց, թե ինչպես Սոկոլովը հրամայեց անմիջապես տեղափոխել փաստաթղթերը Մոսկվա վերլուծության համար։ Պլանը աշխատեց, կամ առնվազն այդպես թվաց այդ պահին։ Բայց արդյոք կաջեբեն իսկապես հավատաց կեղծ փաստաթղթերին։ Կամ Սոկոլովը, փորձառու գործակալ, ով տասնամյակներ անցկացրել էր հայտնաբերելով սուտը ճշմարտությունից, տեսավ խաբեությունը իթյունը եւ պարզապես խաղաց նրանց հետ, սպասելով ճիշտ պահին հարվածելու։ Խաչատրյանը եւ Ավագյանը չգիտեին պատասխանը։ Նրանք կարող էին միայն սպասել եւ հույս ունենալ, որ իրենց զոհողությունը, Սարգսյանի զոհողությունը, չէր ընդունակ։ Որ իրական փաստաթղթերը, որոնք թաքնված էին Սուրբ Հովանես եկեղեցու ստորգետնյա սենյակում, կմնային անվտանգ մինչև օրը, երբ աշխարհը պատրաստ կլիներ ճշմարտության համար։ Բայց այդ օրը կգար երբևէ։ Կամ Սարգսյանի գաղտնիքը կմնար թաքնված հավերժ, մոռացված, կորած, թաղված հին քարերի եւ փոշու տակ, մինչև ժամանակը ոչնչացներ վերջին հետքերը այն մարդու, ով փորձեց փրկել աշխարհը եւ վճարեց դրա համար իր կյանքով։ Անվտանգության կոմիտեի Սարգսյանի մասին պահում էր դոսիեներ կոդով UM0544։ Դոսիեներ այնքան գաղտնի, որ գոյություն ունեին միայն 3 պատճեն ամբողջ երկրում։ Այս դոսիեներում գտնվում էին տեղեկություններ դիկտատորի իրական առողջության մասին, փախուստի պլանների մասին, հեղափոխության դեպքում եւ ինչ-որ բան շատ ավելի ցնցող՝ իրական հարաբերությունները Սարգսյանի եւ ԽՍՀՄ-ի բարձրագույն ղեկավարության միջև։ Ինչու այս դոսիեները ոչնչացվեցին հենց նրա մահվան օրը։ Այսօր, 35 տարի անց, մենք ունենք հնարավորություն տեսնել այն, ինչ մնաց այդ դոսիեներից, փաստաթղթեր, որոնք պատահաբար չոչնչացվեցին, բայց որոնց պատճենները պահպանվեցին մի նախկին կագեբի սպայի անձնական արխիվում։ Այդ սպան, ով այժմ ապրում է Ռիգայում եւ խնդրել է չբացահայտել իր անունը, համաձայնվել է առաջին անգամ ցույց տալ այդ փաստաթղթերը տեսախցիկների առաջ։ Եվ այն, ինչ մենք տեսանք այդ փաստաթղթերում, փոխեց ամեն ինչ, ինչ մենք մտածում էինք Սարգսյանի եւ Նայիրի նախագծի մասին։ Առաջին փաստաթուղթը, որը մեզ ցույց տվեց նախկին սպան, թվագրված էր 1989 թվականի հունվարի 12-ով։ Դա էր հաղորդագրություն Մոսկվայից Երևանի կագեբի բաժին, հրահանգներով սկսել հատուկ վերահսկողություն Ֆադեյ Սարգսյանի նկատմամբ։
Հաղորդագրությունում բացատրվում էր, որ Սարգսյանը կասկածվում է անհավատարիմ վարքագծի մեջ, հիմնվելով այն փաստի վրա, որ նա չափազանց հաճախ հարցեր է տալիս Նաիրի 4 նախագծի իրական նպատակի մասին։ Որ նա անհարմար հարցեր է տալիս Մոսկվայից եկած ներկայացուցիչներին, ինչու համակարգը պետք է ունենա հարձակողական ռեժիմ, ինչու այն պետք է կարողանա սկսել պատերազմ առանց մարդկային հաստատման։ Եվ որ նա կասկածելի կերպով մոտ է մի քանի անձանց, ովքեր հայտնի են իրենց ազատամիտ հայացքներով։ Հաղորդագրությունը եզրափակվում էր հստակ հրահանգով. Սարգսյանը պետք է լինի 24 ժամ վերահսկողության տակ։ Բոլոր նրա հեռախոսազրույցները պետք է գրանցվեն։ Բոլոր նրա հանդիպումները պետք է փաստաթղթավորվեն։ Եթե նա փորձի կապվել արտասահմանյան անձանց հետ, անմիջապես տեղեկացնել կենտրոնին։ Երկրորդ փաստաթուղթը ավելի անհանգստացնող էր։ Դա էր զեկույց 1990 թվականի սեպտեմբերից, գրված Դմիտրի Սոկոլովի կողմից եւ ուղղված անմիջապես KGB նախագահ Վլադիմիր Կրյուչկովին։ Զեկույցում Սոկոլովը նկարագրում էր, թե ինչպես Սարգսյանը համակարգված կերպով խապոտում է նախագիծը, ոչնչացնելով կարևոր փաստաթղթեր, փոխելով ալգորիթմները, ներկառուցելով անվտանգության փականներ, որոնք կարող էին կանխել համակարգի ակտիվացումը։ Սոկոլովը գրում էր, որ նա անձամբ տեսել է, թե ինչպես Սարգսյանը այրում է փաստաթղթեր իր կաբինետում գիշերները։ Որ նա վստահելի աղբյուրներից իմացել է, որ Սարգսյանը պլանավորում է թաքցնել ամենակարևոր փաստաթղթերը անվտանգ վայրում, դուրս Մոսկվայի հասանելիությունից, եւ որ եթե կենտրոնը չձեռնարկի վճռական գործողություններ, ապա ամբողջ Նաիրի 4 նախագիծը կարող է ձախողվել։ Զեկույցը եզրափակվում էր սառեցնող առաջարկով. Առաջարկում եմ վերացնել Սարգսյանին, նախքան նա կարողանա ավարտել իր դավաճանությունը։ Մեթոդը պետք է լինի անտեսանելի, բնական մահ, որը չի առաջացնի կասկածներ։ Առաջարկում եմ օգտագործել հատուկ նյութեր, որոնք կուտակվում են օրգանիզմում եւ առաջացնում սրտի անկում։ Երրորդ փաստաթուղթը եղավ պատասխանը Կրյուչկովից Սոկոլովին, թվագրված 1990 թվականի հոկտեմբերի 32-րդ օրը։ Կրյուչկովը գրում էր, որ նա համաձայն է գնահատականի հետ, բայց գործողությունները պետք է լինեն ավելի զգույշ։ Որ Սարգսյանի անմիջական վերացումը կարող է առաջացնել հարցեր, հատկապես եթե դա տեղի ունենա անմիջապես նրա կասկածելի վարքագծից հետո։ Փոխարենը Կրյուչկովը առաջարկում էր երկու փուլանի մոտեցում։ Առաջին փուլում մեղմ ճնշում Սարգսյանի վրա, ստիպելու նրան կամավոր համագործակցել, իսկ եթե դա չաշխատի, ապա երկրորդ փուլում վերջնական լուծում։ Կրյուչկովը նաև հրահանգում էր Սոկոլովին պատրաստել այլընտրանքային սցենար, դեպքի համար, երբ Սարգսյանը արդեն թաքցրել է փաստաթղթերը եւ նրանց անհրաժեշտ կլինի գտնել դրանք նրա մահից հետո։ Եվ վերջում Կրյուչկովը ավելացրեց մի նախադասություն, որը բացահայտում էր ամբողջ գործողության իրական շարժառիթը։ Հիշեք, որ մեր նպատակը ոչ թե վրեժխնդրությունն է, այլ պաշտպանել պետական անվտանգությունը։ Սարգսյանը ստեղծել է ինչ-որ բան, որը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը աշխարհում։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ տեխնոլոգիան ընկնի սխալ ձեռքերում, ոչ արևմտյան լրտեսների, ոչ անկախություն ցանկացող հանրապետությունների, ոչ նույնիսկ մեր սեփական ռազմական գերատեսչության, որը կարող է օգտագործել այն առանց Կրեմլի վերահսկողության։ Նախկին KGB ով ցույց տվեց մեզ այս փաստաթղթերը, բացատրում է, որ այս փաստաթղթերը միայն փոքր մասն են ավելի մեծ արխիվի, որը պարունակում է հարյուրավոր էջեր, զեկույցներ, հաղորդագրություններ, հրահանգներ, որոնք փաստագրում են ամբողջ գործողությունը Սարգսյանի դեմ։ Նա ասում է, որ այս արխիվը պահպանվել է պատահականությամբ, երբ 1991 թվականի օգոստոսին ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ KGB աշխատակիցները շտապում էին ոչնչացնել կոմպրոմատ փաստաթղթերը, մի քանի արխիվային տուփ մոռացվեցին ստորգետնյա պահեստում։ Այդ տուփերից մեկը պարունակում էր Սարգսյանի դոսիեները։ Եվ երբ այդ նախկին սպան, ով այդ ժամանակ աշխատում էր արխիվում, գտավ այդ տուփը, նա որոշեց պահել այն ոչ թե որպես ապացույց, այլ որպես ապահովագրություն։ Դեպքի համար, երբ ինչ-որ մեկը փորձի մեղադրել նրան կամ նրա գործընկերներին Սարգսյանի մահվան մեջ։ Բայց 35 տարի անց նա որոշեց, որ ժամանակն է բացահայտել ճշմարտությունը։ Ոչ թե որովհետև նա զղջում է իր դերի համար, այլ որովհետև նա հավատում է, որ պատմությունը պետք է իմանա, թե ինչ իրականում տեղի ունեցավ։ Բայց ամենաանհասկանալին այս փաստաթղթերում չէր Սոկոլովի կամ Կրյուչկովի հրահանգները։ Ամենաանհասկանալին եղավ 4-րդ փաստաթուղթը՝ մեմո, որը գրված էր Սարգսյանի սեփական ձեռքով եւ թվագրված 1990 թվականի դեկտեմբերի 20-ով։ Այս մեմոն, որը հայտնաբերվել է Սարգսյանի անձնական սեյֆում նրա մահից հետո, բայց երբեք չի ներառվել պաշտոնական արխիվներում, պարունակում է Սարգսյանի վերջին մտքերը եւ վախերը։ Նա գրում է. Ես գիտեմ, որ նրանք գալիս են ինձ համար։ Ես տեսնում եմ նշանները, հետևողությունը, հեռախոսի լսարկումը, անսպասելի այցելությունները։
Ես գիտեմ, որ ես ունեմ շատ քիչ ժամանակ, բայց ես չեմ զղջում այն, ինչ ալեցի։ Ես ստեղծեցի մի բան, որը կարող էր ոչնչացնել աշխարհը, բայց հետո ես ոչնչացրի այն, նախքան այն կարողանար վնաս հասցնել։ Եթե դա դավաճանություն է, ապա ես հպարտ եմ լինել դավաճան։ Եթե դա հանցանք է, ապա ես պատրաստ եմ վճարել գինը, բայց ես չեմ թույլ տա, որ իմ ստեղծածը դառնա զենք, որը սպանում է անմեղ մարդկանց։ Մեմոն շարունակվում է ավելի անձնական տոնով։ Ես մտածում եմ իմ ընտանիքի մասին, իմ ուսանողների մասին, իմ գործընկերների մասին։ Ես վախենում եմ, որ նրանք կտուժեն իմ որոշումների պատճառով, բայց ես հույս ունեմ, որ նրանք կհասկանան, որ ես արեցի այն, ինչ պետք է անեի։ Ես հույս ունեմ, որ մի օր, երբ ճշմարտությունը բացահայտվի, նրանք կլինեն հպարտ ինձնով։ Եվ ես հույս ունեմ, որ այն փաստաթղթերը, որոնք ես թաքցրի, կգտնվեն ճիշտ մարդկանց կողմից։ Մարդիկ, ովքեր կօգտագործեն դրանք ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար։ Մեմոն ավարտվում է մի նախադասությամբ, որը սառեցնում է արյունը։ Եթե դուք կարդում եք սա, նշանակում է ես արդեն մեռած եմ, բայց իմ գաղտնիքը ապրում է, եւ մի օր այն կփոխի աշխարհը, ոչ թե ոչնչացնելով այն, այլ փրկելով այն։ Արդյոք Սարգսյանը ճիշտ էր։ Արդյոք նրա գաղտնիքը, որը թաքնված է Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկապես կարող է փոխել աշխարհը։ Կամ դա միայն երազանք էր, երազանք մի մարդու, ով փորձեց կանգնել համակարգի դեմ եւ պարտվեց։ Եվ ամենակարևորը, ինչ կլինի, երբ այդ գաղտնիքը վերջապես գտնվի։ Արդյոք այն կօգտագործվի խաղաղության համար, ինչպես Սարգսյանը հույս ուներ, թե կդառնա նոր զենք նոր պատերազմների համար։ Երբ 1991 թվականի մարտի 20-րդին KGB հատուկ խումբը մտավ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի 5-րդ մարտահրավերը, նրանք ունեին հստակ առաքելություն՝ գտնել եւ ոչնչացնել ամեն հետք Նայիրի 4 նախագծի։ Բայց այն, ինչ նրանք չգիտեին, այն էր, որ Սարգսյանի թիմը արդեն պատրաստվել էր այդ պահին։ Նրանք ստեղծել էին ամբողջ համակարգ, ոչնչացնելու, թաքցնելու եւ կեղծելու փաստաթղթերը այնպես, որ KGB-ն երբեք չկարողանա վերականգնել ամբողջ պատկերը։ Այս համակարգը, որը Սարգսյանի թիմը կոչում էր գործողություն մոռացում, եղավ նրանց վերջին պաշտպանական գիծը, վերջին փորձը պաշտպանել այն, ինչ նրանք ստեղծել էին տասնամյակների ընթացքում։ Բայց ինչպես աշխատում էր այս համակարգը։ Եվ արդյոք այն իսկապես կարողացավ խաբել KGB-ն, կազմակերպություն, որը հայտնի էր իր կարողությամբ գտնել ցանկացած գաղտնիք, որքան էլ լավ թաքնված լիներ այն։ Արամ Խաչատրյանը բացատրում է, որ գործողություն մոռացումը սկսվել է 1990 թվականի նոյեմբերին, երբ Սարգսյանը վերջապես համոզվեց, որ KGB-ն պլանավորում է վերացնել նրան։ Սարգսյանը հավաքեց իր ամենավստահելի թիմի անդամներին՝ Խաչատրյանին, Ավագյանին, Մկրտչյանին եւ 3 ուրիշներին, եւ բացատրեց նրանց իր պլանը։ Նա ասաց, որ նրանք պետք է բաժանեին բոլոր Նայիրի 4 փաստաթղթերը 3 կատեգորիաների։ Առաջին կատեգորիան պարունակում էր անվնաս փաստաթղթեր, որոնք կարող էին թողնվել KGB-ին գտնելու համար, տեխնիկական սխեմաներ, հաշվարկներ, որոնք ոչինչ չէին բացահայտում համակարգի իրական նպատակի մասին։ Երկրորդ կատեգորիան պարունակում էր կեղծ փաստաթղթեր, որոնք նրանք հատուկ ստեղծեցին, շեղելու KGB-ի ուշադրությունը իրական գաղտնիքներից։ Եվ երրորդ կատեգորիան պարունակում էր իրական փաստաթղթերը, այն փաստաթղթերը, որոնք նկարագրում էին հարձակողական ռեժիմը, ալգորիթմները, կոդերը, ամեն ինչ, ինչ անհրաժեշտ էր վերականգնելու համակարգը։ Այս երրորդ կատեգորիայի փաստաթղթերը պետք է թաքցվեին այնպիսի վայրում, որտեղ KGB-ն երբեք չէր փնտրի։ Բայց թաքցնելը բավարար չէր։ Սարգսյանը նաև ուզում էր ստեղծել կեղծ հետք, շղթա ապացույցների, որոնք կուղղորդեին KGB-ին սխալ ուղղությամբ։ Խաչատրյանը հիշում է, թե ինչպես նրանք անցկացրին ամբողջ գիշերները, ստեղծելով կեղծ նամակներ, կեղծ հանդիպումների գրառումներ, կեղծ հեռախոսազրույցների գրանցումներ, որոնք բոլորը ցույց էին տալիս, որ Սարգսյանը պլանավորում էր փոխանցել փաստաթղթերը արտասահմանյան կոնտակտների, ամերիկյան կամ եվրոպական լրտեսների։ Նրանք նույնիսկ ստեղծեցին կեղծ բանկային փոխանցումներ, որոնք ցույց էին տալիս, որ Սարգսյանը ստացել է մեծ գումարներ անծանոթ աղբյուրներից։ Ամեն ինչ պլանավորված էր այնպես, որ երբ KGB-ն գտներ այս ապացույցները, նրանք կհամոզվեին, որ Սարգսյանը եղել է արտասահմանյան լրտես եւ կսկսեին փնտրել փաստաթղթերը արտերկրում, ոչ թե Հայաստանում։ Սա էր հիանալի պլան, բարդ, ռիսկային, բայց հնարավոր։ Բայց արդյոք այն աշխատեց։ Պատասխանը եկավ շատ ավելի արագ, քան նրանք սպասում էին։ 1991 թվականի մարտի 22-ին, միայն 2 օր անց Սարգսյանի մահից, KGB խումբը սկսեց իր մաքրման գործողությունը։ Նրանք խուզարկեցին Սարգսյանի կաբինետը, նրա տունը, նույնիսկ նրա ավտոմեքենան, եւ նրանք գտան հենց այն, ինչ Սարգսյանի թիմը ուզում էր, որ նրանք գտնեն՝ կեղծ նամակները, կեղծ բանկային փոխանցումները, կեղծ հեռախոսազրույցների գրանցումները։
Ավակյանը, ով թաքնված էր մոտակա շենքում եւ դիտում էր խուզարկությունը հեռադիտակով, տեսավ, թե ինչպես KGB սպաները ոգևորված էին իրենց հայտնագործություններով։ Տեսավ, թե ինչպես նրանք փաթեթավորեցին փաստաթղթերը եւ տարան դրանք իրենց ավտոմեքենաներ։ Եվ տեսավ, թե ինչպես նրանք հեռացան ինստիտուտից, հավանաբար համոզված, որ նրանք գտել են այն, ինչ փնտրում էին։ Պլանը աշխատեց, առնվազն առաջին փուլում։ Բայց Սարգսյանի թիմը գիտեր, որ սա միայն սկիզբն էր։ Նրանք գիտեին, որ KGB-ն շուտով կհասկանա, որ կեղծ փաստաթղթերը չեն տանում ոչ միտեղ, որ արտասահմանյան կոնտակտները չեն գոյություն, որ բանկային փոխանցումները կեղծ են, եւ երբ դա տեղի ունենա, KGB-ն կվերադառնա եւ կսկսի ավելի խորը փնտրել։ Հենց այդ պատճառով Սարգսյանը պլանավորել էր երկրորդ փուլը՝ գործողություն մոռացում 2։ Այս փուլում Սարգսյանի թիմը պետք է ստեղծեր նոր իրականություն, որտեղ Նաիրի 4 նախագիծը երբեք չի եղել այնպիսին, ինչպիսին KGB-ն մտածում էր։ Նրանք պետք է փոխեին բոլոր պաշտոնական գրառումները, բոլոր հաշվետվությունները, բոլոր արձանագրությունները այնպես, որ թվար, թե Նաիրի 4-ը եղել է միայն քաղաքացիական նախագիծ համակարգիչներ համալսարանների համար, ոչինչ ավելին։ Եվ նրանք պետք է համոզեին բոլորին, KGB-ին, Մոսկվային, նույնիսկ իրենց սեփական գործընկերներին, որ ռազմական տարբերակը եղել է միայն տեսական ուսումնասիրություն, որը երբեք չի իրականացվել։ Մկրտչյանը պատմում է, թե ինչպես նրանք սկսեցին այս երկրորդ փուլը 1991 թվականի ապրիլին։ Նրանք մուտք գործեցին ինստիտուտի արխիվներ գիշերները եւ փոխեցին հարյուրավոր փաստաթղթեր։ Ջնջեցին հիշատակումները հարձակողական ռեժիմի մասին։ Ավելացրին նոր պարբերություններ, որոնք ընդգծում էին խաղաղ նպատակները։ Փոխեցին ամսաթվերը, ստորագրությունները, նույնիսկ լուսանկարները։ Սա էր հսկայական աշխատանք, որը պահանջում էր ամիսներ եւ ներգրավում էր տասնյակ մարդկանց։ Բայց նրանք արեցին դա։ Եվ երբ KGB-ն վերադարձավ 1991 թվականի մայիսին, փնտրելու ավելի շատ ապացույցներ, նրանք գտան միայն մաքուր արխիվներ, որոնք ոչինչ չէին բացահայտում ռազմական նախագծի մասին։ Եվ KGB-ն, որը այդ ժամանակ արդեն զբաղված էր ԽՍՀՄ-ի փլուզման ավելի մեծ ճգնաժամով, որոշեց փակել գործը։ Նրանք եզրակացրին, որ Սարգսյանը գուցե իսկապես եղել է լրտես, բայց նրա դավաճանությունը չէր հասցրել վնաս պատճառել, որովհետև նա մեռել էր նախքան կարողանար փոխանցել ցանկացած իրական գաղտնիք։ Գործը փակվեց։ Սարգսյանի թիմը հաղթել էր, բայց այդ հաղթանակը եկավ գնով։ Խաչատրյանը, Ավակյանը, Մկրտչյանը եւ ուրիշները, ովքեր մասնակցել էին գործողություն մոռացումին, կորցրին իրենց աշխատանքը, իրենց հեղինակությունը, ունը, իրենց ապագան։ Նրանցից ոմանք ստիպված էին հեռանալ Հայաստանից եւ փնտրել նոր կյանք այլ երկրներում։ Ուրիշները մնացին, բայց ապրեցին լռության մեջ, երբեք չխոսելով այն մասին, ինչ նրանք արել էին, երբեք չբացահայտելով ճշմարտությունը։ Նրանք կրեցին այդ գաղտնիքը 35 տարի, գաղտնիք, որը ծանրաբեռնում էր նրանց ամեն օր, բայց որը նրանք չէին կարող կիսվել ոչ ոքի հետ։ Եվ նրանք հույս ունեին, որ մի օր, երբ աշխարհը փոխվի, երբ ԽՍՀՄ կդառնա պատմություն, երբ սառը պատերազմը կավարտվի, նրանք կկարողանան վերջապես պատմել ճշմարտությունը։ Բայց այդ օրը երբեք չեկավ։ Առնվազն ոչ նրանց կյանքի ընթացքում։ Խաչատրյանը մեռավ 1999 թվականին, առանց երբևէ տեսնելու, թե ինչպես նրա զոհողությունը ճանաչվում է։ Ավակյանը մեռավ 2006 թվականին, նույնպես լռության մեջ։ Եվ Մկրտչյանը, ով դեռ ապրում է այսօր, ասում է, որ նա չգիտի արդյոք նա կկարողանա տեսնել այն օրը, երբ Սարգսյանի գաղտնիքը վերջապես կբացահայտվի։ Բայց գուցե այդ օրը մոտենում է։ Գուցե այն փաստաթղթերը, որոնք թաքնված են Սուրբ Հովհաննես եկեղեցում, շուտով կգտնվեն։ Գուցե ինչ-որ մեկը, պատմաբան, լրագրող, պարզապես հետաքրքրասեր անձ կմտնի այդ եկեղեցի եւ կհայտնաբերի այն, ինչ Սարգսյանը եւ նրա թիմը թաքցել են 35 տարի առաջ։ Եվ երբ դա տեղի ունենա, երբ այդ փաստաթղթերը վերջապես կբացահայտվեն, աշխարհը կիմանա ճշմարտությունը, ոչ թե պաշտոնական տարբերակը, ոչ թե KGB տարբերակը, այլ իրական ճշմարտությունը։ Ճշմարտությունը այն մասին, թե ինչպես մի մարդ եւ նրա փոքր թիմը կանգնեցին ամբողջ սովետական համակարգի դեմ։ Ինչպես նրանք ռիսկեցին ամեն ինչ, պաշտպանելու այն, ինչ նրանք հավատում էին, որ ճիշտ է։ Եվ ինչպես նրանք վերջապես հաղթեցին ոչ թե ուժով, այլ խելքով, ոչ թե զենքով, այլ ճշմարտությամբ։ Արդյոք դուք պատրաստ եք այդ ճշմարտության համար։ Առաջին անգամ 35 տարվա ընթացքում այն մարդը, ով պատասխանատու էր Սարգսյանի անձնական անվտանգության համար, համաձայնվում է խոսել տեսախցիկների առաջ։ Այն, ինչ նա պատմում է վերջին շաբաթների մասին, կստիպի ձեզ վերագնահատել ամեն ինչ, ինչ մտածում էիք այս պատմության մասին։
Վահագն Պետրոսյանը, նախկին կագեբի սպիտակ, կրկին պաշտոնապես անձ, ու այն մարդը, որ համարվում է մեր առաջին մարդկային պաշտոնյան մեկն է, ով հեղամային հասարակության կրկին պաշտպանը կլինի։ Տրոսյանը, նախկին կագեբի սպա, ով նշանակվել էր Սարգսյանի ստվերը 1990 թվականից, հիշում է այն գիշերը, երբ ամեն ինչ փոխվեց։ Դա էր 1991 թվականի փետրվարի 14-ը, երբ նա ստացավ գաղտնի հրաման ոչ թե պաշտպանել Սարգսյանին, այլ փաստագրել նրա ամեն քայլը, ում հետ է հանդիպում, ինչ է խոսում, որտեղ է գնում։ Պետրոսյանը հասկացավ, որ դա չէր սովորական վերահսկողություն։ Դա էր նախապատրաստություն ինչ-որ բանի, որը նա չէր ուզում պատկերացնել։ Նա հիշում է, թե ինչպես Սարգսյանը նկատեց փոփոխություն նրա վարքագծում, եւ մի երեկո, երբ նրանք մենակ էին մեքենայում, հարցրեց ուղիղ. «Վահագն, քեզ հրամայել են սպանել ինձ»։ Պետրոսյանը չկարողացավ պատասխանել։ Նա միայն լռեց, եւ այդ լռությունը եղավ պատասխանը։ Սարգսյանը ժպտաց ոչ թե դառն, այլ հասկացող ժպիտով։ Նա ասաց Պետրոսյանին, որ չի մեղադրում նրան, որ հասկանում է, որ նա միայն կատարում է հրամանները, բայց հետո նա ասաց ինչ-որ բան, որը պետք չէ բան, որը Պետրոսյանը երբեք չի մոռանա։ Երբ ժամանակը գա, երբ նրանք ասեն քեզ անել այն, ինչ պետք է անես, ես ուզում, որ դու իմանաս մի բան։ Ես չեմ վախենում մահից։ Ես վախենում եմ միայն մի բանից, որ իմ աշխատանքը, իմ զոհողությունը, իմ փորձը պաշտպանել աշխարհը կմնա անճանաչված։ Որ պատմությունը կհիշի ինձ որպես դավաճան, ոչ թե որպես մարդ, ով փորձեց անել ճիշտ բանը։ Պետրոսյանը հարցրեց, ինչու նա պատմում է սա իրեն, մարդուն, ով հնարավոր է մի օր ստիպված լինի կատարել այդ հրամանը։ Սարտրոսյանը պատասխանեց. որովհետև դու ունես ընտրություն։ Նրանք կարծում են, որ դու չունես, բայց դու ունես։ Եվ երբ այդ պահը գա, ես հույս ունեմ, որ դու կընտրես ճիշտ կողմը։ Բայց ո՞րն էր ճիշտ կողմը։ Պետրոսյանը չգիտեր։ Նա ծառայել էր կագեբին 15 տարի, հավատացել էր համակարգին, կատարել էր ամեն հրաման առանց հարցեր տալու։ Բայց հիմա, առաջին անգամ իր կարիերայում, նա սկսեց կասկածել։ Սկսեց հարցնել իրեն, արդյոք այն, ինչ նա անում էր, իսկապես ճիշտ էր։ Արդյոք Սարգսյանը իսկապես դավաճան էր, թե նա էր միակ ազնիվ մարդը այս ամբողջ պատմության մեջ։ Եվ երբ 1991 թվականի մարտի 19-ը Պետրոսյանը ստացավ վերջնական հրամանը, համոզվեք, որ Սարգսյանը չհասցնի փոխանցել ցանկացած տեղեկություն արտաքին աշխարհին, նա հասկացավ, որ ժամանակը եկել է ընտրություն կատարելու։ Նա կարող էր կատարել հրամանը եւ շարունակել ապրել իր հանգիստ կյանքով, լավ աշխատավարձով, բնակարանով Մոսկվայում, ապագայով կագեբում։ Կամ նա կարող էր անել ինչ-որ բան, որը կփոխեր ամեն ինչ։ Նա ընտրեց երկրորդը։ Պետրոսյանը պատմում է, թե ինչպես նա գաղտնի հանդիպեց Արամ Խաչատրյանի հետ, Սարգսյանի ասիստենտի, եւ պատմեց նրան ամեն ինչ։ Պատմեց կագեբի պլանների մասին, Սոկոլովի ներգրավվածության մասին, Վլադիմիր Պետրովի այն բժշկի դերի մասին, ով պետք է օգներ Սարգսյանին բնական կերպով մեռնել։ Խաչատրյանը լսեց ամեն ինչ առանց ընդհատելու, իսկ հետո հարցրեց, ինչու Պետրոսյանը դավաճանում է իր կազմակերպությանը։ Պետրոսյանը պատասխանեց, որովհետև ես հասկացա, որ իրական դավաճանությունը ոչ թե Սարգսյանինն է, այլ այն, ինչ կագեբն անում է։ Նրանք սպանում են մարդու, ով փորձեց փրկել միլիոնավոր կյանքեր։ Եթե ես թույլ տամ, որ դա տեղի ունենա առանց ոչինչ անելու, ապա ես եմ դավաճանը, դավաճան մարդկության նկատմամբ։ Խաչատրյանը հարցրեց, ինչ կարող են նրանք անել։ Պետրոսյանը ասաց, որ նա չի կարող կանխել Սարգսյանի մահը, համակարգը շատ ուժեղ է, շատ կազմակերպված։ Բայց նա կարող է անել մի բան այլ, կարող է ապահովել, որ ապացույցները պահպանվեն։ Կարող է փաստագրել ամեն ինչ, ամեն հանդիպումը, ամեն զրույցը, ամեն հրամանը։ Եվ կարող է պահել այդ ապացույցները անվտանգ վայրում, մինչև օրը, երբ ճշմարտությունը կարող է բացահայտվել։ Եվ հենց դա նա արեց։ Հաջորդ 2 շաբաթների ընթացքում Պետրոսյանը գաղտնի կերպով գրանցեց տասնյակ զրույցներ Սոկոլովի եւ Պետրովի միջև։ Լուսանկարեց գաղտնի փաստաթղթեր, որոնք նկարագրում էին պլանը Սարգսյանի վերացման համար։ Պատճենեց բժշկական գրառումները, որոնք ցույց էին տալիս, թե ինչ դեղեր էին տրվում Սարգսյանին եւ ինչպես դրանք փոխվեցին, երբ Պետրովը վերցրեց բուժումը իր վերահսկողության տակ։ Եվ նա փաստագրեց վերջին օրերը, ինչպես Սարգսյանի վիճակը վատանում էր, ինչպես բժիշկները փորձում էին օգնել, բայց իրականում արագացնում էին նրա մահը։ Պետրոսյանը պահեց այս ամենը փոքրիկ մագնիսական ժապավենների վրա, ժապավեններ, որոնք նա թաքցրեց իր անձնական բնակարանում, իր անկողնու տակ, որտեղ ոչ ոք երբեք չէր փնտրի։ Եվ երբ Սարգսյանը մեռավ 1991 թվականի ապրիլի 2-ին, Պետրոսյանը գիտեր, որ նա ունի ապացույցները, որոնք կարող էին ապացուցել, որ դա չէր բնական մահ, այլ սպանություն։
Բայց նա չբացահայտեց դրանք, ոչ այդ ժամանակ, որովհետև նա գիտեր, որ եթե նա դա անի, նա ինքը կդառնա հաջորդ զոհը։ Փոխարենը նա սպասեց։ Սպասեց մինչև ԽՍՀՄ փլուզվեց, մինչև KGB-ն վերակազմավորվեց, մինչև նա կարողացավ հեռանալ ծառայությունից եւ տեղափոխվել Ռիգա, որտեղ նա ապրում է այսօր։ Եվ նա պահեց այդ ժապավենները 35 տարի, սպասելով ճիշտ պահին։ Այժմ, երբ բոլոր ներգրավված հիմնական մարդիկ Սոկոլովը, Պետրովը, Կրյուչկովը արդեն հեռացել են այս աշխարհից, Պետրոսյանը զգում է, որ ժամանակն է բացահայտել ճշմարտությունը։ Նա ցույց է տալիս մեզ այդ ժապավենները, հին, բայց դեռ աշխատող։ Եվ երբ մենք լսում ենք այն, ինչ գրանցված է դրանց վրա, մենք լսում ենք Սոկոլովի ձայնը, որն ասում է Պետրովին. «Համոզվեք, որ դա թվա սրտի հարձակում, ոչ մի հետք, ոչ մի կասկած»։ Եվ մենք լսում ենք Պետրովի պատասխանը. «Մի անհանգստացեք, մինչև շաբաթվա վերջ ամեն ինչ կավարտվի»։ Արդյոք այս ապացույցները բավարար են ապացուցելու, որ Սարգսյանը սպանվել է։ Արդյոք դրանք կարող են փոխել պաշտոնական պատմությունը, որը տասնամյակներ շարունակ պնդում էր, որ նա մեռել է բնական մահով։ Պետրոսյանը հավատում է, որ այո, բայց նա նաև գիտի, որ ապացույցները միայն մի մասն են պատմության։ Իրական հարցը ոչ թե այն է, թե ինչպես Սարգսյանը մեռավ, այլ ինչու։ Ինչու համակարգը վախենում էր նրանից այնքան, որ պատրաստ էր սպանել նրան։ Ինչ գաղտնիք էր նա պահում, որը այնքան վտանգավոր էր, որ արժանի էր մահվան։ Եվ որտեղ է այդ գաղտնիքը հիմա, 35 տարի անց։ Պատկերացրեք ձեր ամենամոտ ընկերոջը, մարդուն, ում դուք վստահում եք ավելի քան ցանկացած ուրիշի։ Այժմ պատկերացրեք, որ այդ մարդը ձեզ դավաճանում է ձեր ամենամութ օրը։ Հենց այսպես տեղի ունեցավ Ֆեդեյ Սարգսյանի հետ։ Մի մարդ նրա ներքին շրջանակից, մարդ, ում նա համարում էր ընտանիքի անդամ, վաճառեց նրան բանակին։ Նախկին անվտանգության աշխատակիցները գիտեն այս պատմությունը։ Նրանք պահպանել են լռությունը 35 տարի։ Այսօր, առաջին անգամ, նրանք կպատմեն անունը այն մարդու, ով կանգնած էր Սարգսյանի մահճակալի մոտ վերջին րոպեներին եւ դիտում էր, թե ինչպես նրա ստեղծողը հեռանում է այս աշխարհից։ Այդ անունը կցնցի ձեզ, որովհետև դա ոչ թե Դմիտրի Սոկոլովն էր, ինչպես շատերը կարծում էին։ Դա էր ինչ-որ մեկը շատ ավելի մոտ, ինչ-որ մեկը, ում Սարգսյանը երբեք չէր կասկածի։ Գագիկ Ավագյանը։ Այո, նույն Գագիկ Ավագյանը, ում մենք հիշատակեցինք նախորդ գլուխներում որպես հավատարիմ ինժեներ, որպես մարդ, ով օգնեց թաքցնել փաստաթղթերը Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Բայց ճշմարտությունը շատ ավելի բարդ է, քան մենք մտածում էինք։ Վահագն Պետրոսյանը, նախկին KGB սպան, բացահայտում, որ Ավագյանը աշխատում էր անվտանգության համար դեռևս 1987 թվականից, 4 տարի նախքան Սարգսյանի մահը։ Որ նա էր ներսից մարդը, ով հաղորդում էր ամեն ինչ Սոկոլովին, ամեն հանդիպումը, ամեն զրույցը, ամեն պլանը։ Որ հենց Ավագյանն էր, ով պատմեց Սոկոլովին, որ Սարգսյանը ոչնչացնում է փաստաթղթերը։ Եվ որ հենց Ավագյանն էր, ով առաջարկեց լուծումը, ստեղծել կեղծ փաստաթղթեր եւ թաքցնել դրանք եկեղեցում, մինչդեռ իրական փաստաթղթերը փոխանցել անվտանգությանը։ Բայց ինչու։ Ինչու Ավագյանը դավաճանեց Սարգսյանին, մարդուն, ով վստահում էր նրան, ով դարձել էր նրան իր աջ ձեռքը, ով վերաբերվում էր նրան ինչպես որդուն։ Պատասխանը ըստ Պետրոսյանի պարզ է. վախ եւ ագահություն։ Ավագյանը վախենում էր, որ եթե Սարգսյանի նախագիծը ձախողվի, նա ինքը կկորցնի ամեն ինչ՝ աշխատանքը, հեղինակությունը, ապագան։ Եվ անվտանգությունը առաջարկեց նրան ապահովագրություն։ Եթե նա համագործակցի, նրանք կպաշտպանեն նրան, կտան նրան նոր աշխատանք Մոսկվայում, կապահովեն նրա ընտանիքի անվտանգությունը։ Ավագյանը ընդունեց առաջարկը։ Եվ հետո տասնամյակների ընթացքում նա ապրեց կրկնակի կյանքով, ցերեկը լինելով հավատարիմ գործընկեր, իսկ գիշերները հաղորդելով ամեն ինչ Սոկոլովին։ Բայց ամենավատն այն էր, որ Ավագյանը ոչ միայն լրտես էր, նա նաև ակտիվ մասնակից էր Սարգսյանի վերացման պլանում։ Պետրոսյանը պատմում է, թե ինչպես 1991 թվականի մարտի 19-ը, երբ Սարգսյանը ընդունվեց հիվանդանոց, Ավագյանը էր այն մարդը, ով համոզեց նրան ընդունել Վլադիմիր Պետրովի բուժումը։ Ով ասաց Սարգսյանին, որ Պետրովը լավագույն կարդիոլոգն է Մոսկվայից եւ որ նա անպայման կօգնի։ Սարգսյանը վստահեց Ավագյանին եւ այդ վստահությունը սպանեց նրան։ Բայց պատմությունը չի ավարտվում այնտեղ։ Պետրոսյանը բացահայտում է ավելի ցնցող փաստ, որ Ավագյանը ներկա էր հիվանդանոցում Սարգսյանի վերջին րոպեներին, որ նա կանգնած էր մահճակալի մոտ, դիտում էր, թե ինչպես Սարգսյանի սիրտը դանդաղում է, թե ինչպես նրա շնչառությունը դադարում է, եւ որ վերջին պահին, երբ Սարգսյանը բացեց աչքերը եւ նայեց Ավագյանին, նա տեսավ ճանաչումը այդ աչքերում։
Սարգսյանը հասկացավ, որ Ավագյանն էր դավաճանը, բայց նա չէր կարող ասել ոչինչ։ Նա միայն նայեց, երկար, ցավոտ նայվածքով։ Եվ հետո նրա աչքերը փակվեցին հավերժ։ Ավագյանը ըստ Պետրոսյանի երբեք չխոսեց այդ պահի մասին, բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան, ասում են, որ նա փոխվեց այդ օրից հետո։ Դարձավ ավելի փակ, ավելի մռայլ, ավելի մենամարտ։ Կարծես նա կրում էր մի բեռ, որը ծանրանում էր ամեն օր։ Եվ երբ նա մեռավ 2006 թվականին, պաշտոնապես սրտի հիվանդությունից, ոմանք ասացին, որ դա չէր սրտի հիվանդություն, այլ մեղքի բեռը, որը վերջապես ջախջախեց նրան։ Բայց ինչու Ավագյանը մասնակցեց գործողություն մոռացումին, եթե նա աշխատում էր անվտանգության համար։ Ինչու նա օգնեց թաքցնել փաստաթղթերը, եթե նրա առաքելությունը եղել է գտնել դրանք։ Պետրոսյանը բացատրում է, որ դա էր Ավագյանի վերջին խաղը։ Նա ուզում էր համոզել Սարգսյանին եւ նրա թիմին, որ նա դեռ հավատարիմ է, որպեսզի նրանք վստահեին նրան եւ ցույց տային նրան, թե որտեղ են իրական փաստաթղթերը։ Եվ պլանը գրեթե աշխատեց։ Ավագյանը իմացավ Սուրբ Հովհաննես եկեղեցու մասին։ Իմացավ, որ փաստաթղթերը թաքնված են Ստորգետնյա սենյակում։ Եվ նա պատրաստվում էր հաղորդել այս տեղեկությունը Սոկոլովին։ Բայց հետո տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Սուսաննա Մկրտչյանը, այն կինը, ով առաջարկել էր եկեղեցին որպես թաքստոց, կասկածեց Ավագյանին։ Նա նկատեց, որ նա չափազանց շատ հարցեր է տալիս, ճիշտ որտեղ են փաստաթղթերը, ինչպես կարելի է մտնել եկեղեցի, ով ունի բանալիները, եւ նա որոշեց փորձարկել նրան։ Մկրտչյանը պատմեց Ավագյանին կեղծ տեղեկություն, որ փաստաթղթերը փոխադրվել են այլ վայր, հին մատուռ Գառնիում։ Եթե Ավագյանը իսկապես հավատարիմ էր, նա չէր անի ոչինչ այդ տեղեկությամբ, բայց եթե նա լրտես էր, նա կհաղորդեր այն Սոկոլովին։ Եվ հենց դա նա արեց։ Հաջորդ օրը անվտանգության խումբը խուզարկեց Գառնիի մատուռը։ Նրանք փնտրեցին ամենուր, բայց ոչինչ չգտան։ Եվ Մկրտչյանը հասկացավ, որ նրա կասկածները հաստատվել են։ Ավագյանը դավաճան էր։ Բայց նա չբացահայտեց դա Սարգսյանին։ Փոխարենը նա որոշեց օգտագործել Ավագյանին, տալ նրան կեղծ տեղեկություններ, որոնք կշեղեին անվտանգությունը իրական փաստաթղթերից։ Եվ այդպես Ավագյանը դարձավ կրկնակի գործակալ։ Մարդով մտածում էր, որ նա խաբում է Սարգսյանի թիմին, բայց իրականում ինքը խաբվում էր։ Եվ երբ Սարգսյանը մեռավ, երբ անվտանգությունը փակեց գործը, Ավագյանը հասկացավ, որ նա խաղացել է սխալ կողմում, որ նա դավաճանել է մարդուն, ով արժանի է նրա հիերները հավատարմությանը, եւ ծառայել է համակարգին, որը վերջապես լքեց նրան։ Բայց ամենակարևոր հարցը մնում է, արդյոք Ավագյանը իմացավ իրական փաստաթղթերի տեղը։ Արդյոք նա հաղորդեց այն Սոկոլովին նախքան մեռնելը։ Պետրոսյանը ասում է, որ ոչ, որ Մկրտչյանի խաբեությունը աշխատեց, եւ Ավագյանը երբեք չիմացավ, որ փաստաթղթերը դեռ Սուրբ Հովհաննես եկեղեցում էին։ Բայց Պետրոսյանը նաեւ ասում է ինչ-որ բան, որը սառեցնում է արյունը։ Նա ասում է, որ Ավագյանը իր վերջին տարիներին փորձեց կապվել Մկրտչյանի հետ, փորձեց հանդիպել նրա հետ, խոսել նրա հետ, կուստրա հետ գուցե խոստովանել իր դավաճանությունը։ Բայց Մկրտչյանը մերժեց։ Նա չուզեց տեսնել Ավագյանին, չուզեց լսել նրա արդարացումները։ Եվ Ավագյանը մեռավ առանց երբևէ ստանալու ներողություն այն մարդկանցից, ում նա դավաճանել էր։ Արդյոք նա արժանի էր ներողության։ Արդյոք մենք կարող ենք հասկանալ նրան, մարդուն, ով ընտրեց իր անվտանգությունը ճշմարտության նկատմամբ։ Կամ նա մնում է պատմության մեջ որպես դավաճան, մարդ, ով վաճառեց իր հոգին համակարգին եւ վճարեց դրա համար իր խղճով։ Անվտանգության կոմիտեն պահում էր հատուկ ցուցակ, կոդով Սև ցուցակ 544։ Այս ցուցակում գրված էին 15 անուններ, գեներալներ եւ մոտ մարդիկ, ովքեր պետք է վերացվեին տոների հետո։ Այս թղթի կտորը բացատրում է ամեն ինչ։ Երբ գեներալները տեսան ցուցակը, նրանք հասկացան կամ նա, կամ մենք։ Արդյոք նրանց դավաճանությունը հերոսություն էր, թե պարզապես հուսահատ պայքար գոյատևելու համար։ Բայց Սարգսյանի պատմության մեջ նման ցուցակ գոյություն ուներ, եւ այն փոխեց ամեն ինչ։ Վահագն Պետրոսյանը ցույց է տալիս մեզ փաստաթուղթ, որը նա պատճենել է անվտանգության արխիվներից 1991 թվականի փետրվարին։ Փաստաթուղթը կոչվում է «Գործողական ցուցակ Նայիրի նախագծի անձնակազմի վերաբերյալ»։ Այն պարունակում է 23 անուն, բոլոր հիմնական մարդիկ, ովքեր աշխատել են Նայիրի տոշ-4-ի վրա։ Եվ ամեն անվան կողքին կա նշում. կամ համագործակցում է, կամ հրաժարվում է համագործակցել, կամ պոտենցիալ վտանգ։ Սարգսյանի անունը նշված է որպես պոտենցիալ վտանգ առաջնահերթ վերացման համար։ Բայց նա միակը չէր։ Ցուցակում կային նաև Արամ Խաչատրյանի, Սուսաննա Մկրտչյանի եւ 5 այլ անձանց անունները, բոլորը նշված որպես պոտենցիալ վտանգ։
Փաստաթուղթը բացատրում է, որ այս մարդիկ ցույց են տվել անհավատարիմ վարքագիծ եւ կարող են փորձել բացահայտել նախագծի գաղտնիքները արտաքին ուժերին։ Եվ հենց այդ պատճառով նրանք պետք է մոնիտորինգի տակ լինեին եւ անհրաժեշտության դեպքում վերացվեին։ Բայց ամենացնցողը փաստաթղթի վերջում գրված նախադասությունն է. գործողությունները պետք է իրականացվեն այնպես, որ չառաջացնեն կասկածներ։ Առաջարկվող մեթոդներ՝ պատահական դժբախտություններ, բնական մահ, անհետացումներ։ Սա էր մահվան դատավճիռ, ոչ թե մեկ մարդու, այլ ամբողջ խմբի համար։ Եվ Պետրոսյանը ասում է, որ եթե Սարգսյանի թիմը չգործեր այնքան արագ, եթե նրանք չթաքցնեին փաստաթղթերը եւ չստեղծեին գործողություն մոռացումը, դրանք բոլորը կվերջանային նույն ճակատագրով, ինչ Սարգսյանը։ Բայց ինչու անվտանգությունը որոշեց դադարեցնել գործողությունները Սարգսյանի մահից հետո։ Ինչու նրանք չշարունակեցին մաքրել ցուցակը, վերացնելով մյուս պոտենցիալ վտանգները։ Պետրոսյանը բացատրում է, որ պատճառը եղավ ԽՍՀՄ-ի փլուզումը։ 1991 թվականի ապրիլից սկսած, երբ Սարգսյանը մեռավ, ԽՍՀՄ սկսեց արագորեն քայքայվել։ Հանրապետությունները մեկը մյուսի հետևից հայտարարում էին անկախության մասին։ Անվտանգությունը կորցնում էր իր ուժը, իր ռեսուրսները, իր վերահսկողությունը։ Եվ Սոկոլովը, ով պատասխանատու էր Նայիրի գործողության համար, ստացավ նոր առաջադրանքներ, ավելի կարևոր, ավելի անհետաձգելի առաջադրանքներ, որոնք վերաբերում էին ԽՍՀՄ-ի փլուզման կառավարմանը։ Նայիրի նախագիծը դարձավ երկրորդական։ Եվ Սարգսյանի թիմը, որը սպասում էր իրենց հերթին մահվան ցուցակում, հանկարծ գտավ, որ նրանք մոռացվել են։ Համակարգը, որը պլանավորել էր սպանել նրանց, ինքը մեռնում էր։ Եվ նրանք գոյատևեցին ոչ թե որովհետև նրանք ուժեղ էին, այլ որովհետև պատմությունը փոխվեց ավելի արագ, քան անվտանգությունը կարող էր գործել։ Բայց գոյատևելը եկավ գնով։ Խաչատրյանը, Մկրտչյանը եւ ուրիշները, ովքեր գիտեին ճշմարտությունը, ապրեցին վախի մեջ տասնամյակներ շարունակ։ Վախենում էին, որ մի օր անվտանգությունը կվերադառնա եւ կավարտի այն, ինչ սկսել էր։ Վախենում էին խոսել, վախենում էին հանդիպել միմյանց, վախենում էին նույնիսկ մտածել այն մասին, ինչ նրանք գիտեին։ Մկրտչյանը պատմում է, թե ինչպես նա տասնամյակներ շարունակ չայցելեց Սուրբ Հովհաննես եկեղեցի, վախենալով, որ եթե նա գնա այնտեղ, ինչ-որ մեկը կհետևի նրան եւ կհայտնաբերի գաղտնիքը։ Թե ինչպես նա ապրեց մենամարտ կյանքով առանց ընկերների, առանց սոցիալական կյանքի, միշտ նայելով իր ուսի հետևից։ Եվ թե ինչպես նա, նույնիսկ այսօր, 35 տարի անց, դեռ վախենում է, որ բացահայտելով ճշմարտությունը, նա կդնի վտանգի մեջ իրեն եւ իր ընտանիքը։ Բայց նա նաեւ ասում է, որ այլևս չի կարող լռել, որ Սարգսյանի զոհողությունը, նրա փորձը փրկել աշխարհը չի կարող մնալ անճանաչված հավերժ, որ ժամանակն է, որ աշխարհը իմանա ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը, ոչ թե միայն այն մասը, որը անվտանգությունը ուզում էր, որ մենք իմանանք։ Եվ այդ ճշմարտությունը սկսվում է Սուրբ Հովհաննես եկեղեցուց։ Մկրտչյանը վերջապես համաձայնվում է տանել մեզ այնտեղ, ցույց տալ այն վայրը, որտեղ նրանք թաքցրել են փաստաթղթերը 35 տարի առաջ։ Եկեղեցին դեռ կանգուն է, հին, լքված, շրջապատված խոտերով եւ աղբով։ Դռները փակ են, պատուհանները կոտրված պատերը ծածկված գրաֆիտիներով։ Բայց Մկրտչյանը գիտե, թե ինչպես մտնել։ Նա մեզ տանում է հետևի դուռ, որը թաքնված է թփերի հետևում, եւ բացում է այն հին բանալիով, բանալի, որը նա պահել է այս ամբողջ ժամանակը։ Ներսում մութ է, խոնավ, լի փոշով եւ սարդերի ցանցերով։ Բայց Մկրտչյանը շարժվում է վստահությամբ։ Կարծես նա այստեղ էր երեք, ոչ թե 35 տարի առաջ։ Նա մեզ տանում է ստորգետնյա սենյակ, փոքրիկ ցածր առաստաղով, որտեղ մենք պետք է խոնարհվենք, չհարվածելու գլուխը։ Եվ այնտեղ, անկյունում, 5 քարերի տակ, մենք տեսնում ենք դրանք, 3 արկղ, ծածկված փոշով եւ սարդերի ցանցերով, բայց դեռ ամբողջական, դեռ անվնաս։ Մկրտչյանը բացում է առաջին արկղը։ Ներսում փաստաթղթեր, հարյուրավոր էջեր, մագնիսական ժապավեններ, սխեմաներ, լուսանկարներ։ Ամեն ինչ, ինչ Սարգսյանը եւ նրա թիմը ստեղծել են տասնամյակների ընթացքում։ Ամեն ինչ, ինչ անվտանգությունը փնտրել է եւ երբեք չգտավ։ Մենք նայում ենք փաստաթղթերին, տեսնում ենք սխեմաները հարձակողական ռեժիմի, ալգորիթմները, կոդերը։ Տեսնում ենք Սարգսյանի ձեռագիծ նշումները, նշումներ, որոնք բացատրում են, թե ինչպես համակարգը աշխատում է, ինչու այն վտանգավոր է, ինչպես այն կարող է կանխվել։ Եվ մենք տեսնում ենք վերջին փաստաթուղթը, նամակ, որը Սարգսյանը գրել է մի քանի օր առաջ իր մահից։ Նամակ, որը ուղղված է ապագա սերնդին։ Մարդկանց, ովքեր կգտնեն այս փաստաթղթերը եւ կորոշեն, թե ինչ անել դրանց հետ։ Նամակում Սարգսյանը գրում է. «Եթե դուք կարդում եք սա, նշանակում է ես արդեն հեռացել եմ այս աշխարհից։
Բայց իմ աշխատանքը, իմ հույսը, իմ երազանքը դեռ ապրում է այս փաստաթղթերում։ Ես ստեղծեցի մի բան, որը կարող էր ոչնչացնել քաղաքակրթությունը։ Բայց ես նաև ստեղծեցի ճանապարհը դեպի փրկություն, ճանապարհ, որը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է օգտագործել տեխնոլոգիան ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար։ Այս փաստաթղթերը պարունակում են երկուսն էլ՝ եւ վտանգը, եւ լուծումը։ Ձեր ընտրությունն է, թե որը կօգտագործեք։ Բայց ես աղերսում եմ ձեզ. մի կրկնեք իմ սխալները։ Մի ստեղծեք զենքեր, որոնք կարող են ընդունել որոշումներ առանց մարդկային խղճի։ Մի վստահեք մեքենաներին այն, ինչ պետք է մնա մարդկային ձեռքերում, կյանքի եւ մահվան որոշումը։ Եվ ամենակարևորը, հիշեք, որ տեխնոլոգիան միայն գործիք է։ Այն կարող է օգտագործվել լավի կամ չարի համար։ Ընտրությունը միշտ մարդկային է։ Երբ Սարգսյանի ռեժիմը փլուզվեց, երբ անվտանգությունը կորցրեց իր ուժը, երբ ԽՍՀՄ դարձավ պատմություն, ինչ-որ բան փոխվեց Հայաստանում։ Մարդիկ սկսեցին խոսել այն մասին, ինչ տասնամյակներ շարունակ թաքնված էր։ Սարգսյանի անունը, որը մոռացվել էր, սկսեց վերադառնալ հանրային քննարկումներ։ Ոմանք հիշում էին նրան որպես հերոս, մարդ, ով փորձեց փրկել աշխարհը։ Ուրիշները հիշում էին նրան որպես զոհ, մարդ, ում համակարգը ոչնչացրեց, որովհետև նա համարձակվեց կանգնել դրա դեմ։ Բայց բոլորը համաձայն էին մի բանում, որ նրա պատմությունը պետք է պատմվի, որ նրա զոհողությունը պետք է ճանաչվի, որ նրա ժառանգությունը պետք է պահպանվի։ Խաչատրյանի, Ավագյանի, Մկրտչյանի եւ ուրիշների ճակատագիրը տարբեր էր։ Խաչատրյանը մեռավ 1999 թվականին առանց երբևէ տեսնելու, թե ինչպես Սարգսյանի ճշմարտությունը բացահայտվում է։ Ավագյանը մեռավ 2006 թվականին կրելով իր դավաճանության բեռը մինչև վերջ։ Մկրտչյանը դեռ ապրում է այն հույսով, որ մի օր աշխարհը կիմանա ամբողջ ճշմարտությունը։ Իսկ Պետրոսյանը, նախկին անվտանգության սպան, ով ընտրեց ճշմարտությունը համակարգի նկատմամբ, ապրում է Ռիգայում, հանգիստ, մենամարտ կյանքով, բայց գիտակցելով, որ նա արեց ճիշտ բանը։ Նրանք բոլորը վճարեցին գին, ոմանք իրենց կյանքով, ուրիշները իրենց խաղաղությամբ, բայց բոլորը համոզված, որ Սարգսյանի գաղտնիքը արժանի էր պաշտպանելու։ Բայց մի հարց մնում է բաց. արդյոք Սարգսյանը ճիշտ էր։ Արդյոք նա իսկապես փրկեց աշխարհը, ոչնչացնելով Նայիրի 4-ը։ Կամ նա պարզապես հետաձգեց անխուսափելին, հետաձգեց այն օրը, երբ մարդկությունը կստեղծի նման համակարգ եւ կօգտագործի այն իր իսկ ոչնչացման համար։ Մենք չգիտենք պատասխանը, բայց մենք գիտենք մի բան, որ Սարգսյանի ընտրությունը, նրա զոհողությունը, նրա հավատը, որ մարդկությունը կարող է սովորել իր սխալներից, տվեց մեզ ժամանակ։ Ժամանակ մտածելու, ժամանակ քննարկելու, ժամանակ որոշելու, թե ինչպիսի աշխարհ ենք մենք ուզում ստեղծել։ Եվ գուցե դա է ամենակարևորը։ Ոչ թե այն, թե արդյոք Սարգսյանը փրկեց աշխարհը, այլ այն, որ նա տվեց մեզ հնարավորություն փրկել այն մենք ինքներս։ Այսօր, երբ արհեստական բանականությունը դառնում է ավելի ու ավելի հզոր, երբ ավտոնոմ զենքերը դառնում են իրականություն, երբ մարդկությունը կրկին կանգնած է այն նույն ընտրության առաջ, որի առաջ կանգնած էր Սարգսյանը, մենք պետք է հիշենք նրա պատմությունը։ Պետք է հիշենք, որ տեխնոլոգիան միայն գործիք է եւ որ ընտրությունը, օգտագործել այն լավի կամ չարի համար, միշտ մարդկային է։ Պետք է հիշենք, որ համակարգերը, որոնք կարող են ընդունել որոշումներ առանց մարդկային միջամտության, վտանգավոր են, անկախ նրանից, թե որքան խելացի են դրանք։ Եվ պետք է հիշենք, որ երբեմն ամենահերոսական արարքը ոչ թե ստեղծելն է, այլ ոչնչացնելը։ Ոչնչացնելը այն, ինչ մենք ստեղծել ենք, երբ հասկանում ենք, որ այն չափազանց վտանգավոր է գոյություն ունենալու համար։ Արդյոք Սուրբ Հովհաննես եկեղեցում թաքնված փաստաթղթերը երբևէ կհրապարակվեն։ Արդյոք դրանք կուսումնասիրվեն գիտնականների կողմից, կքննարկվեն քաղաքական առաջնորդների կողմից, կդառնան դասեր ապագա սերունդների համար։ Մենք չգիտենք։ Գուցե դրանք պետք է մնան այնտեղ, թաքնված, պաշտպանված, սպասելով այն օրվա, երբ մարդկությունը իսկապես պատրաստ կլինի դրանց համար։ Կամ գուցե այդ օրը արդեն եկել է։ Գուցե հենց հիմա, երբ դուք լսում եք այս պատմությունը, դուք եք այն մարդը, ով պետք է որոշի, ինչ անել այդ գիտելիքով։ Արդյոք դուք կօգտագործեք այն ստեղծելու նոր զենքեր, թե կանխելու նոր պատերազմներ։ Ընտրությունը ձերն է, ինչպես միշտ եղել է մարդկային։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ Ֆադեյ Սարգսյանը դեռ հիշվում է, եւ բաժանորդագրվեք ալիքին, չբաց թողնել